Նրա պատճառով որ ընտրությունները կեղծված են, զուգադիպությունը հաղթեցին ընտրությունները, ոչաննա ու դաշնակցությունը 4 ուժը որը հարցի տակ է, դա ԲՀԿ-ն է, ռևանշիստները չեն գա հետ։ Նրանք արդեն դառնում են ուրիշ կարգավիճակում։ Կապի եմ, ես կարող եմ Մակրոնին զանգեմ։ Մեր երկրում ազատուրա։ Ողջույն մորա։ Ողջույնեք։ Սկսում ենք սովորական մարդկանց 4-ը Հետընտրական էպիզոդը։ Այո, ես քեզ շնորհավորում եմ, ընտրությունները ավարտվեցին։ Շնորհակալ եմ։ Ինձ թվում է վատ չէր։ Ինձ էլ թվում վատ չէր, նաև համեմատելով բոլոր նախորդ մեր ընտրությունների հետ, հաշվի առնելով, որ յավկեն շատ բարձր էր Հայաստանի համար, ու տենց յավկա չէր եղել 2017-ից սկսած 18-ի արտահերտ ընտրություններն հա, այդքան եղել էր, ես հիշում եմ 18-21-ը 50%-ի կարգի էր յավկեն, ու 17-ը վերջին էր եղել, որ տենց 60-ի կողմերն էր։ Ու այն էլ ոնց որ չենք կարող համարենք, որ նորմալ յավկա էր, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք ընտրություններ էին, ու հիշում ենք ոնց էին տեղի ունենում, դե բոլորին ուղարկում էին ընտրատեղասեր, զորով, ոնց որ բոլորը պետք է գնաք ընտրեք, ու այդ տենց։ Նա, մենք Քոչվոր ոդկաստ ենք, դուք երևի նկատեցիք, որ փոխվեց մեր ստուդիան, կարող է էլի փոխվի, կարող է արդեն նկարենք հենց ձեր տանը։ Ոնց որ հենց մի անգամից Նիկոլ ընտրվեց ու մեր ստուդիա։ Այո, մեր ֆինանսավորումը։ Չենք մենք ոչ մի ֆինանսավորում, ցավոք սրտի, չկա ոչ մի բան։ Բայց հա, մի զարմացեք, մենք փորձում ենք մեր production-ը դնենք ոտի, դա մի կարևոր եւ դժվար գործ է։ Հիշում ես մենք որ սկսել ենք նոր պլանավորում ենք, չգիտեմ, եթե ասել ենք մնացել է մոնտաժում վերջում, բայց պլանավորում ենք որ բոլոր քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը 19-ից կքննարկենք։ Իհարկե, հիշում եմ։ Հետո դառը իրականությունը վիդեո արտադրելու, դառը իրականությունը հետ հանդիպելուց մենք հասկացանք որ չէ, ասցինք լավ գոնե top կարևորներին 7 ասքի է։ Այո, եւ արդեն իսկ ԿՊ-ն արեցինք, ուժեղ Հայաստան արեցինք, Հայաստան դաշինքը արեցինք, մնացել էր եւս մի 4 հատ ավելի փոքր կուսակցության ծրագրեր եւ ընտրությունները անցավ, բարձրացավ որ պետք է չէր իրենց դիտարկել, իրանք չեն։ Իրականում ես կարծում եմ պետք էր, ու ես ափսոսում եմ որ չդիտարկեցինք իրենց, բայց դա իմ այն ճարած ոնց որ հնարավորություն ժամանակը չթողեց մեզ։ Այո։ Այս ամեն ինչ համար եմ ասում, եթե դուք ինչ որ բանով կարողանում եք օգնեք սովորական մարդիկ production-ին, հա, այսինքն վիդեոներ սարքելու, հելնելու եւ այլնին, մեր հետ կապնվեք, եթե ձեզ շատ դուր գալի ու դուք մտածեցիք, որ կարեք ինչ որ բանով քյոմակ կանգնեք այս process։ Այո, սրտից խորքից շնորհակալություններ։ Հա, այսօր հավաքվել ենք քննարկել, որոշեցինք, որ կքննարկենք ընտրությունների արդյունքները եւ հետ ընտրական զարգացումները, ինչպես որ կոչում են իրենց ԶԼՄ-ները, հա, ակնարկելով տարբեր բաներ, նայած զարգացումներ, այո, հետ ընտրական զարգացումներ։ Այդ ամեն ինչը այսօր կփորձենք քննարկել։ Ու կարանք միանգամից սկսենք պարլամենտ անցած ընտրություններից ու պոտենցիալ այս երկու օրը կիմանանք անցնող թե ոչ։ Հա, ես մինչև այդ կուզեի մի հատ առակ պատմեի, ընտրությունների օրը ու երբ որ գիշերը պետք է նախնական տվյալները հայտարարվեին, արդյունքները, ես ու դու մենք Green Room բարում միջոցառում ենք կազմակերպել, որտեղ հետևում ենք արդյունքներին ուղիղ եթերով։ Ու ես մի հատ sense բան նկատեցի, հետադարձայացքով, այնտեղ ինչ էր կատարվում, ինձ թվում է շատ ցուցադրական էր, հա? Okay. Показательный։ Դա հասկացան մարդիկ։ Ես ուզում եմ դու ճիշտ բառը ասես։ Չգիտեմ, չեմ գտնում։ Եվ շատ показательный։ Մի խոսքով, որ նայում ենք սենց էր։ Շատ մարդ չկար։ Ուշագրավ ասա։ Ուշագրավ ուրիշ բան։ Հա ոչինչ։ Պրոստը ասում ուշագրավ։ Ուշագրավ։ Մենք հավաքված ենք բարում, այնտեղնից շատ մարդ չկա, բայց ահագին մարդ կա, հա, հետաքրքրված են մարդիկ աժիոտաժի մեջ են այդ ընտրությունների։ Ու սենց որ մարդիկ են նստած, բավականին
քաղաքականացված չի, հա, լարված չի միջավայր, ուղղակի մարդիկ նայում են բոլոր այնտեղ ինձ թվում է ով եկել էր մասնակցել էր ընտրությունների, ով կարող էր ու բոլորը ասած հետևում են թե ինչ պետք է լինի, ով բոլորը հետաքրքրված են։ Ու սկզբում բավականին այդպես լարված չի միջավայրը, առանձնապես բան չի կատարվում, հետո բառ եկավ ձայնավոր փոքրամասնությունը օպոզիցիայից։ Այսինքն մարդիկ կային, ովքեր շատ էին դժգոհ ԿՊ-ի գալիք հաղթանակից, որտեղ վերևում էր ուղիղ եթերից ինչ որ տենց, հա, հաշվարկը ոնց որ թե դրա մասին էր, ու մարդիկ կային, որ շատ էին դժգոհ, բայց իրանք փոքրամասնություն են, բայց իրանք ամենաբարձրն էին։ Իրանք սկսում են ջղայնանալ, ասել, օ, այս ինչ վատ է, այս ինչ վատ է, որի որպես պաշտպանող ռեակցիա այն մարդիկ, ովքեր միջավ այդ լուր էին, սկսեցին ավելի ակտիվորեն ԿՊ-ի կողմից խոսալ, որպեսզի ցույց տան, որ իրանք լուր չեն, իրանք ստեղ են, եւ իրանք ընտրությունը կատարել են։ Ու կար երևի տենց մի կես հոգի էլ ուրիշ քաղաքական ուժերի կողմից ներկայացուցիչներ։ Ինձ թվում է դա շատ նման էր թե ինչա իրականում հասարակության մեջ կատարվում, հա, տենց փոքր օրինակ էր թե իրականում ինչա։ Ու ըստ եթե երկու դուք վստահում եք, հա, ընտրությունների արդյունքներին, մոտավորապես նույն պատկերն է ստացանք։ Ոչ ճնշող, բայց մեծամասնությունը քվեարկեց ԿՊ-ին, փոքրամասնությունը բավականին տենց ռադիկալիզացված, հա, ձայնավոր ստացավ, տվեց իր ձայնը Սամվել Կարապետյանին եւ Հայաստան Դաշինքին Ռոբերտ Քոչարյանին ու ԲՀԿ։ Ու չգիտես ինչի ԲՀԿ։ Դա բայց միասին իրար հետ վերցրած այդ 500,000-ից ավելի ձայն անում, ու այդ բավականին մեծ թիվ է, որ ասած վերցնում եք։ Ես որոշեցի, որպեսզի կարողանամ լավ պատկերացումս կազմեմ, իմ համար մեկը բավականին բարդ է այդ ընտրական օրենսգիրքը ոնց է կազմակերպված Հայաստանի ԱԺ-ի, հա, ընտրությունները, մենք քննարկեցինք ահագին, բայց մեկը տենց լավ լիքը բաներ կան, որոնք ես օրինակ տենց իտոգում բարձվեց լավ չեմ ջոգել։ Հա, ինքը բավականին ինչ որ տենց նյուանսներով բարդ բան է, որ դրա համար ես որոշեցի նստեմ ու ինքս ձեռով այդ նախնական տվյալների հիման վրա, որը հրապարակվել է, ինքս հաշվեմ մանդատների բաժանումը եւ այլն ինչ առնում եւ մի քանի թվեր մոտը ստացա, որը հիմա ձեզ կպատնեմ ոնց եմ ես հաշվել։ Կարծես թե ուրիշ ԶԼՄ-ների հետ մենք նույն թվերն ենք ստացել համերը։ Ուշագրավ թվեր է ստացել։ Ուշագրավ ուրիշ բառանշանքում է։ Ինչ ունենք, ինչ պատկեր ունենք։ Ուրեմն ընդհանուր առմամբ 2.5 միլիոն, հա, մոտավորապես քաղաքացի իրավունք ուներ ընտրություններին մասնակցելու, որից մոտավորապես 1.5 միլիոն 476,000 մասնակցեցին, որը ասացինք ինքը բավականին մեծ թիվ է Հայաստանի համար, որը իհարկե շատ լավ է քաղաքական process-ները առողջ պահելու համար։ Բավականին մեծ իավկա է։ Ու ստացվեց այսպիսի պատկեր 3 կուսակցություն անցան ԱԺ ԿՊ-ն, որը ստացավ 49% ձայների 727,000 քանից, ուժեղ Հայաստանը, որը ստացավ 23%, 340,000 ձայն, եւ Հայաստան Դաշինքը, որը ստացավ 0.9, այսինքն 9%, հա, 145,000 մոտավորապես ձայն։ Այսպիսի մի բաշխում։ Սա 3 ուժն են, որոնք անցավ, եւ 4-րդ ուժը, որը հարցի տակ է, դա ԲՀԿ-ն է, ինչու շատ մի զավեշտալի եւ երևի ոչ այդքան հաճելի ԲՀԿ-ների համար, հա, թվեր ենք ստացել, ԲՀԿ-ն հավաքել է 3.95%։ 3.95%, իսկ ԲՀԿ-ի համար անցողջամը դա 4%-ն է, այսինքն 0.05%-ի չափով, որը մոտավորապես 700 ձայն է, չի կարողացել հավաքել ԲՀԿ, որպեսզի անցնի ազգային ժողով, այսպիսի մի բան։ Դա նախնական տվյալներով, իհարկե բոլորը 0.05 ասացիր։ Այո։ Okay։ Այո, 500%-ական, 1%-ի 500%-ական։ Այսինքն 0.005։ Ես արել եմ այդ հաշվարկները եւ ստացա հետեւյալ պատկերը, որտեղ որ ԲՀԿ-ին պակասում էր 1/1000-ական տոկոսի, մոտավորապես 50 ձայն, այսինքն շատ քիչ, որպեսզի նա անցողիկ շեմը 4% անցնի ու հայտնվի պարլամենտում։ Բայց նախնական տվյալներով ունենք 3 ուժ, ԿՊ-ն ձևավորել է մեծամասնություն, այսինքն կարող է առանց ուրիշ կուսակցությունների մասնակցության ձևավորել կառավարություն, նախնական պատկերը սա է։ Ես կարծում եմ իրականում, քանի որ 50 ձայն է այդ ընդամենը ԲՀԿ-ին պակասով, ինձ թվում է այդ շատ մոտիկ թիվ է, էլի, դրա համար
նույնիսկ օրինակ այսօր երկու տեղամասում վերահաշվարկ էին կատարում, որտեղ պարզվեց, որ ուղղակի տեխնիկական պատճառով, այսինքն հաշվարկել են ԲՀԿ-ին իր ձայները, բայց տեխնիկական պատճառներով ԿՀ-ի ուրիշ թվեր են հրապարակվել, ասենք ԲՀԿ-ն հավաքել է 77 ձայն, իրենք հրապարակել են մի ձայն։ Երկու տեղամասում տենց кейս էր, ու կարծես թե էդի են кейսերից չէր, որ ավելացնում է իր ձայները, որովհետև այդ ամեն դեպքում հաշվարկի մեջ մտած էին so far։ Բայց ինձ թվում է 50 ձայն վերահաշվարկի արդյունքում գտնելը շատ դժվար բան չի, ինչքան էլ լինեն արդար ու թափանցիկ, այնտեղ զուտ տեխնիկական նկատի ունեմ այդ պահի սխալ դրած քվեաթերթիկի արդյունքում, սխալ հաշվածի արդյունքում այդ շատ հեշտ կարա փոխվի, էլի։ Դրա համար էսի կախված է թե ԲՀԿ-ն քանի ընտրատեղամասի վերահաշվարկի հայցեր կներկայացնի ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էլ բավականին ոնց որ բաց էր դրա համար հասկանալով որ ընդամենը 50 ձայն է ու այդ արժի դրա համար պատրաստ է լրիվ բացել վերահաշվարկել։ Ես բնականաբար առաջի հերթին ԲՀԿ-ն ու ընդհանրապես ուժերը ասացին նրա մասին, որ չեն վստահում, որ վերահաշվարկ են պահանջելու եւ այլն, առաջի հերթին ԲՀԿ-ն իհարկե ներկայացրեց բողոք կենտրոնական ընտրականին, որպեսզի լինի վերահաշվարկ, ու ես նայում եի, որ այսինքն 2 օր անց, այսօր որ մենք ձայնագրում ենք ընտրություններից երևի մոտ 20 կամ 30 նույնիսկ ընտրամասերը ընտրվել էին որպես վերահաշվարկման ենթակա։ Այսինքն այսօր էր հենց նիստը ու ՀՀ-ն որոշեց, որ ահագին քանակով, հա, ընտրամասերի արդյունքները վերահաշվարկվելու են, այսինքն այդ քանի մեջ իրոք 50 ձեն կարող է նաև գտնվի, չի բացառվում։ Բավականին հավանական բան է, էլի հաշվի առնելով նաև, որտեղ ես եղել եմ օրինակ 2017-18-ի ընտրությունների վերահաշվարկների ժամանակ, որոնց ժամանակ լիքը թվեր էին փոխվում, էլի, այսինքն մի ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ, չգիտեմ, դες փոխվում է, ասենք 4-ով թիվը, այս մի կուսակցությունից այս մեկին, կամ այս 3-ից այս մեկին, ոնց որ, սենց, ու տենց մի քանի ընտրատեղամասը լրիվ կարա երիք լինի, որ իրանք գտնեն դրանք, բայց այնտեղ իրանք ինձ թվում է շատ կոնկրետ տեղամասերում հավանաբար վերահաշվարկ ուզել պիտի ուզեն անել, կախված նրանից թե ինչքան օրինակ ըստ իրանց խախտում ա եղել կամ ոչ ճիշտ է հաշվարկել, որովհետև չեն կարա սենց պրոստը ինչ-որ ընտրատեղամասը վերցնեն, ասեն ըստեղ վերահաշվարկ ենք ուզում, էլի անենք, պետք է ինչ-որ հիմք լինի տակը, որի համար որ ԿՀ-ն կհամաձայնվի։ Դե ասում եմ, արդեն եղավ այդ հանձնաժողովը ու ահագին քանակով ընտրամասեր վերահաշվարկվելու են, կտեսնենք։ Իհարկե ոչ շուտ պետք է նաև հասկանալ մոտիվացիաները, հա, այսինքն նրա պատճառով, որ դա տենց անհավանական զուգադիպությունն է, հա, 50 ձայն, հազարականը տոկոսի ընդամենը հերիք չի, միանգամից տենց սովորաբար չի լինում, էլի, այս Ամերիկայի ընտրությունները չեն։ Նախ ես մտածեցի, իսկ արդյոք արդար չէր լինի, օրինակ շեմի համար ունենայր ինչ-որ տեղ, հա, այսինքն օրինակ 4% պլյուս մինուս, ասենք կես տոկոս։ Եթե դու հավաքեցիր, բայց քեզ չի երեքում, այսինքն ինչ-որ կես տոկոս, գալի է համարել, որ մի հոգի կարացնի պարլամենտ։ Դե գալի է համարել, որ եթե մեր խնդիրը պարլամենտ, որը որ ներկայացնում է մարդկանց, ու ընտրություններին մենք վստահում ենք, ոնց որ շատ մոտ էին, այսինքն ավելի լավ է իրանք ներկայացված լինեն պարլամենտում մարդիկ, ովքեր քվեարկել են։ Դե արի դա ենք, պլյուս մինուս կես տոկոս օրինակ ինչքան ձայն է անում, տենց մի 10,000, չգիտեմ։ Դե կանենք Եթե մոտ այդքան ձայն անում է կես տոկոսը 5,000 միգուցե։ Դե հեսակ ասա։ Ասա։ Էդի մի քիչ անարդար կլինի ինձ թվում։ Դե հեսա ասեմ։ Կես տոկոս մոտավորապես 7,300 ձայն։ 7,300 ձայն, ինձ թվում է այդ շատ է, որ տենց պրոստը ասես։ Պրոստը ոնց որ մեր հիմիկվա ընտրական օրենսգրքի հոգուն համաձայն, այսինքն այդ ոչին, որտեղ որ մենք եթե շատ է քչացնում ենք, եթե քիչ ավելացնում ենք լիքը բանաձևեր կան ոնց որ, հա, հիմա ասում են ընտրական օրենսգրքի բանաձևեր, ոնց որ դա կարար մեջ չդնել, այտենց թեթևակի, բայց լավ։ Դա փոխարեն կան պրոստը իջացնել այդ շեղը, որ սենց խնդիրներ չլինի, էլի, որ հաստատ իմանանք, օրինակ մի տոկոսից աչնենց, որ 0.995
տոկոսը։ Դե մի խոսքով բական տարօրինակ սիտուացիա մանգել եւ ինչ է ասում, այո, պատճառը որ այտենց զուգադիպությունը իհարկե ինձ թվում է շատերի մոտ առաջանում է ինչ որ հարց, որ արդյոք դա օրինակ իշխող ուժի կողմից հատուկ արված ինչ որ բան չի, որպեսզի այտենց եւ մի տե 50 ձայն գործնենք ու ստանանք մի ուժ ընդդիմական պակաս երրագլուխ պատերազմի կուսակցությունից, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Արդյոք տենց մոտիվացիա ուներ իրանք թե չէ։ Ինչ կարելի է ասել, եթե բական անցնում է, եթե 50 ձայնը գտնեն եւ 4% ինքը ունենա, բական անցնում է, ոչ մի կտրուկ բան չի փոխվում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է առանց ուրիշ կուսակցությունների ներգրավվածության ձևավորել կառավարություն, ինքը մեծամասնություն նույն ձև ունի, ըստ իմ հաշվարկների ստացվում է 61 մանդատ, եթե չկա ԲՀԿ-ն, նորություն, եթե կա ԲՀԿ-ն եւ 64 մանդատ, եթե չկա ԲՀԿ-ն, երկուսն անցնում են այդ 54%, հա, պահանջվող շեմը, մանդատների 54%-ը պետք է ունենաս, որպեսզի կարողանաս ձևավորես կառավարություն։ Այսինքն մեծ տարբերություն չկա։ Միակ տարբերությունը, որը կա, դա այդ 3/5-րդի մասին է խոսքը, այսինքն կան օրենքների մի շարք, որոնք վերաբերվում են դատախազների նշանակելուն, ոչ թե սահմանադրության, այլ սահմանադրական օրենքներին եւ նաև սահմանադրության հարակվե կազմակերպելուն։ Այսինքն դու չես կարա մենակ եթե չունես այդքան ոնց որ մանդատ, այդքան մարդ չի քվեարկում կողմ սահմանադրական հարակվե կազմակերպելուն, չես կարա կազմակերպել։ Դա 2/3 չի, հենց 3/5-րդն է։ Պետք է որ դե ոնց որ ես այդտեղ տենց շատ բաց կա իմ համար դրական օրենսգրքում։ Այնտեղ շեմեր կան, շեմերը հետեւյալն են, 54%-ը պետք, որպեսզի կազմես կառավարություն։ Դա 54%-ը հա, բալուբոմու ստանում ես դու ինչ որ բայ, եթե մեծամասնություն ես հավաքում։ Եթե մեծամասնություն ես, հակես բոնուսային ավելացման, որ դու ունենաս 54%։ Հետո կա 60%, 3/5-րդը, որը մի շարք օրենքներին է վերաբերում։ Հետո կա 66%, որը 2/3-ն է, որից ավել դու չես կարող ունենաս ու որը պետք է որպեսզի դու կարողանաս հենց համանadrական փոփոխություններ առաջարկես։ Իսկ այնտեղ տարբեր շեմեր կա։ Ու այս ԲՀԿ ելնել չելնելը ազդում է այդ մեջտեղի շեմի վրա, միջանկյալ 60% 3/5-րդի, որը կապանք ունենա կամ չի ունենա, եթե ԲՀԿ-ն լինի կամ չլինի։ Իսկ հիմա միակ տենց ազդեցությունը, որ իմ մտքին գալիս է, դա ԲՀԿ ելնել չելնելը, ու դրանից բխող ԿՊ-ի մոտիվացիան ինչ որ խառնվել, խարդախություն անել ընտրական process-ը։ Ինձ թվում է պալիբոմը մոտիվացիա ունի, որովհետև ԲՀԿ-ի նման ուժ պարլամենտում ունենալ այն եւս երկու ուժերի հետ ԿՊ-ի համար ձեռ չի տալիս պալիբոմ։ Հա, ինչքան քիչ այդքան լավ, բայց մյուս կողմից ԲՀԿ-ն ամենապուպուշ ընդդիմական, այսպես ասած, ուժն է, ամենակիչ տենց ագրեսիվ ռետորաբանություն ունի, ԲՀԿ-ն միշտ էլ տենց ադապտացվող ուժ է եղել, ինչ որ sense սաղի հետ ինչ որ չափի յոլա գնացող, այսպես ասած, ցավոք չհասցրեցինք իրենց նախընտրական ծրագիրը քննարկենք, իրենք չունեն նախընտրական ծրագիր, չունեն, չէ, նո որպես տենց ինչ որ մեծ փաստաթուղթ ես չէի գտել, ունեն տարբեր ինչ որ փուչուրիկ բաներ։ Բայց տենց ոնց է դու գնահատում, այսինքն կարա նենց լինի, հավատում ես, որ ԿՊ-ն հատուկ է 50 ձայնը կորցրել է, ԲՀԿ-ն որ չանցնի։ Նա ես մտածում եմ, որ եթե ԿՊ-ն ուզենար տենց բան աներ, 50 ձայնը շատ փոքր թիվ է, էլի, տենց բան անելու համար ու տենց շատ հեշտ կարող լիներ ԲՀԿ-ի համար նորից, ոնց որ դա ինչ որ ձև բերել է, էլի։ Չեմ կարծում Հայաստանում նենց իդեալական են անցնում ընտրությունները, որ այս թիվը ոնց որ 50-ով ավել կամ պակաս չի կարա էլի շեղում տված լինի։ Այսինքն դու ուզում ես ասես անելուց ընլեն, միանգամից նենց կանեին։ Ես մտածում եմ, եթե անելու ունեին, կանեին մի 2000-ով ոնց որ էլի պրինցիպի քիչ է, բայց 4%-ի համար ագին շատ է, այդ դեպքում շատ ավելի դժվար կլիներ ԲՀԿ-ին ինչ որ բան այդտեղ փորձել անել։ Ինչով է, մենք կսպասենք վերահաշվարկին, միգուցե դեռ տեսնենք ԲՀԿ-ին որպես 4-րդ ուժ։ Միգուցե չտեսնենք, եթե իրանք անցնեն, ասեն ձեզ իմանաք ըստ իմ հաշվարկների, ես ուղղակի շատ հպարտ եմ, որ կարողացել եմ ինչ որ գոնե մասը այդ ընտրական օրենսգրքի մարսեմ ու կարողանամ ինքս հաշվեմ ու ստանամ մոտավորապես ճիշտ թվեր, բայց եթե ԲՀԿ-ն անցնի, նա ունենալու է ընդամենը 5 մանդատ 105 մանդատից։ Այսինքն իհարկե ոչ մի բանի առանձնապես ազդեցություն չես կարող ունենալու է, եթե պրինցիպի այն մեջտեղի շեմից կտրում է ԿՊ-ին,
հետաբար իր այդ 5 մանդատը կարեն մանդատներ ըզնեն, որոնք պետք են ԿՊ-ին ինչ որ բաներ անցկացնելու համար։ Հա, հաստատ, տենց է կլինի։ Տենց անելու ոնց որ Եթե կպնանցնի, եթե ստանա մանդատներ։ Եթե չստանա, բոլոր մանդատները մնում են ԿՊ-ին։ Ну, ԿՊ-ին չէ, նկատի ունեմ անդիմական մանդատները, հա, ուժեղ Հայաստանի ու Հայաստան Դաշինքի ձեռքում են, որի հետ ինձ թվում է ԿՊ-ն շատ ավելի դժվար կպայմանավորվի, քան թե ԲՀԿ-ի հետ։ Դա հա, բայց նկատի ունեմ այն շեմը, որ չի անցնի ԿՊ-ն մանդատներով, եթե ԲՀԿ-ն գա պարլամենտ։ Ոնց որ դա մի հատ շեմ կար չէ արանքում, որ ասած։ Այդ շեմի այդ օրենքները, այդ նշանակումները անելու համար շեմ անցնելու համար ԲՀԿ-ի ձայները շատ կարևոր են ԿՊ-ի համար էլի։ Դա ուզում ասեմ հենց այդ որ ԲՀԿ-ի հետ հեշտ կպայմանավորվեր, թեորիապես ըստ ոնց է հարաբերությունները ձևավորվում, բայց ինձ թվում է այդ արդեն ակտուալ չի, որովհետև կարծես թե Ռուբիկոնը անցել է արդեն, որովհետև ժամը 2-ին գիշերվա հենց ընտրություններից հետո առաջին մամլո ասուլիսին Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը հայտնվելու են բանտում ու դառնալու է ԿՊ-ի առանցքային, հա, ինչ որ անելիքներից մեկը, այսինքն ոչ մեկը չի պատրաստվում պայմանավորվել այս հիմիկվա գլխավորողներից, հա, Նիկոլ Փաշինյանը կարծես թե։ Ու այդ նշանակումը ամենայն հավանականությամբ, որ պարլամենտում եւս 5 տարի ուղղակի էլի իրար ուտելու են բոլոր ուժերը ու չի լինելու ոչ մի նորմալ պարլամենտ չենք ունենա լու Ունենալու նույն ինչ որ ունեցել ենք ԿՊ-ն ուղղակի բավականին ազատ իրանց գալու այնտեղ դա նկատի ունեմ նամանավանդ օրինակ չգիտեմ եթե Սամվել Կարապետյանին Քոչարյանին նստեցնի այդ ուժերը ինչ են անելու մանդատները վայր են դնելու որովհետև իրանց առաջնորդներին նստեցրել են հա ինչ են անելու այդ ուժը Պրիտոմ այդ թեման կա չէ բալվում որովհետև այնտեղ ամեն անգամ ընդդիմությունը երբ որ ստանում է ինչ որ բավարարազայներ պարլամենտ անցնելու համար Հայաստանում միշտ համարյա եղել է ես իմ գիտակից տարիքում չեմ հիշում տես դեպք որ ընդդիմության ընտրողների մի մասը առնվազն չպահանջի ընդդիմությանը մանդատները վայր դնել որ չլեգիտիմացնի այդ իշխանությունը ոնց որ Չեմ կարծում ստեղծած դեպքեր երբեք տենց չի եղել ոնց որ միշտ այդ թեման եղել է ոչ մի անգամ ընդդիմությունը ես տենց բան չեմ հիշում էլի Եթե դուք իրոք ընդդիմական տրամադրվածություն ունեք ձեր ներկայացնող ուժը թող լինի պարլամենտում Չէ, դա հարցային էր, օրինակ այն ժամանակ հարցային էր, որ այս կեղծված ընտրություններով ոնց որ բանա, դուք երբ որ գնում եք պարլամենտ, համաձայնվում եք, որ այդ ընտրությունները արդար են եղել, դուք այդ արդար ձայներով եկել եք ընտրությունները։ Այս դեպքում մի քիչ ուրիշ է, ու էլի մի քիչ խնդալու իրավիճակ է, էլի, երբ որ իրոք ընդդիմությունն է, այն ուժը, ընդդիմության ուժերն են, որոնք ունեն շատ մեծ ֆինանսական միջոցներ, որոնք պատրաստ են օրինակ ընտրակաշարք բաժանելու, էլի։ Հա, իրոք, բայց դա համը պետք է հասկանալ, որ հա դա մանդատները վայր դնելու կոչը այդ նշանակում է դուք ռադիկալիզացնում եք ձեր պայքարը, որտեղ դրանից հետևող հաջորդ քայլերը նշանակում է ԱԺ-ն լեգիտիմ չի, վարչապետը լեգիտիմ չի, այսինքն ամբողջ քաղաքական կառույցը լեգիտիմ չի, ոչ մի բանը լեգիտիմ չի, նշանակում է դուք չեք պրեզիդենտ գալիս այդ պետության այսինքն եթե դու մանդատները դնում ես վեր, հաջորդ քայլը դու փողոցներում ես, դու փակում ես փողոցները եւ այլն եւ այլն։ Ու այդ շատ հետաքրքիր է, որովհետեւ բոլորը ոնց որ քիչ թե շատ ասում են, որ ընտրությունները կեղծված են ընդդիմադիր ուժերից։ Ու այդ շատ մի քիչ տարօրինակ է, բայց դա մի կողմ բոլորը այդ մասին հայտարարում են, այդ զուտ դիմամնշակումը, որ պատրաստվում են ինչ որ ձև շարունակել այդ պայքարը։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ մեկը ընտրություններով իշխանություն փոխելն է, մյուսը փողոցային պայքարով ընտրություններից հետո։ Քոչարյանի ուժը դիմելու է սահմանադրական դատարան։ Ու այս ամեն ինչի ֆոնին բանը Ռուսաստանն է մենակ որը որպես կով հայտարարեց որ լիքը ընտրակեղծիքներ են եղել ընտրություններում ու ոբշեմ իրանք չեն կարողալու որ այդ դրա վրով շնորհավորեն Հայաստանին sense Հաստատ այդ եմ ասում ինչ որ սահմանագից անցածը որտեղ այնց ուղիղ Նիկոլ Փաշինյանը շատ ագրեսիվ ասաց ուղիղ բոլոր իրեք ուժը չհամաձայնվեցին իհարկե արդյունքների հետ տեսնենք էլի ինչ հետընտրական զարգացումներ կունենանք նույն Նիկոլ Փաշինյանը օրինակ հարցազրույցի ժամանակ պնդում է իր դիրքորոշում բավական բարձր ինքը պնդում է որ ընտրությունները արդար են եղել որը նշանակում է որ այդ ընդդիմական ուժերը չունեն
էլեկտորատ չունեն այդքան բարձր այսինքն իրենք չունեն հիմք, որի վրա պետք է ինչ-որ պայքար սկսեն։ Որը բավականին տրամաբանական է, մենք էլի կանադառնանք դրան, թե արդյոք ինչքանով էին լավ կազմակերպված ու արդար այս ընտրությունները, վերադառնալով ինչով էս թեման կուզենայի փակեին նրանով, որ մի փոքր էլի մեխանիզմ է ընտրական, պարլամենտի մանդատները ոնց են բաժանվում եւ այլն, այդ մի փոքր քննարկենք, ուրեմն ինչ տեղի ունեցավ այս ընտրությունների արդյունքում, այն որ մենք առաջի թողարկման ժամանակ տարբեր տես սցենարներ էինք նկարագրում, ոնց աշխատեց կոնկրետ այս դեպքում հիմիկվա ընտրական օրենսգիրքը։ Ամենակարևոր էֆեկտը իմ կարծիքով դա հենց ձայների փոշիացման այդ որ բոլորը խոսում են, դա ինչ էր, մենք հստակ տեսանք, ինչ է նշանակում այդ ձայների փոշիացումը։ Դա նշանակում է, որ ԿՊ-ն հավաքել է օրինակ 49% ձայների, բայց ստացել է մանդատների 58%-ը։ Այսինքն 49%-ից մինչև 58%-ը։ Այո, բոլոր ուժերը պրոպորցիոնալ ստացել են ավելի շատ մանդատ, քան ձայն, տոկոսային հարաբերակցությունով, բայց այն ուժը, որը ավելի շատ է ստացել, ինքը էլ ավելի շատ նաև մանդատ է ստանում։ Այդ դիսպրոպորցիայի մասին է խոսքը գնում, որը հիմա այդքան մեծ չի 49-58, բայց արդեն բավականին զգալի է, հա, կեսից քիչը ու համարյա 60% այդ տարբերությունը կա։ Բայց կարող լինել ավելի վատ ԿՊ-ի դեպքում, հա, մեկան նույն բանն էր լինելու, եթե ԿՊ-ն ստանար օրինակ, չգիտեմ, 45%-ը, ոչ թե 49%, ինքը մեկա ստանալու էր 54%, ասենք, պարլամենտում եւ այլն եւ այլն։ Ու դա տեղի է ունեցել հենց այդ կուսակցություններին ընտրելու մոտ 200,000 ձայն, հա, 189,000 ձայն իմ հաշվարկով, դա այո, այն ձայներն են, ովքեր տրվել են կուսակցություններին, որոնք այս 3-ի կամ 4-ի ցուցակում չեն մտնում, չեն անցել շեմա։ Այդ ձայները չեն հաշվարկում ընդհանրապես, փոշիանում են հենց այդ իմաստով, որ երբ որ հաշվում ենք մանդատների չափը, դու ստանում ես այնքան, ինչքան որ քեզ քվեարկել են, բայց մենակ անցածների, այսինքն այդ 200,000 ուղղակի շպրտվում է դուրս։ Դա ամբողջ միտքը։ Այսինքն երբ որ ասում ենք վատա սարքած համակարգը, այսինքն իմաստ չունի ձայն տալ նրան, որ չի կարողանալու անցնի շեմը, դաժե էդի վնասակար է, եթե դու ուզում ես քո ձայնը պարլամենտում ներկայացված լինի, ինչ-որ կոնկրետ մարդ լինի, ում դու քվեարկել ես։ Պետք է փոխել ընտրական օրենսգիրքը հենց այս պատճառով, այսինքն իջացնել շեմը, այդ բոնուսային մեխանիզմները վերանայել, որպեսզի ես իմ ձայնը տամ, քիչ, բայց նույնիսկ ինքը անցնի լինի պարլամենտում իմ ներկայացուցիչը, ոչ թե այդ իմ ձայների հաշվին, հա, այսինքն ուրիշ ուժ ստանալ։ Դե հա, այս օրենսգրքով դու փաստացի պրոստը ընտրում ես բոլոր անցածներին, ոնց որ մի քիչ տալիս ես քո ձայնը ամեն մեկին, ով շատ, դե նրան շատ, ոնց որ դու այն ապաքաղաքական մարդ ես, ոնց որ ով ընտրվի, տենց այդ օգուտ ստացվում։ Այո, բավականին մեծ է, էլի այդքան, այսինքն 200,000 ձայնը, դա շատ մեծ ազդեցություն կարող ունենար, ոնց որ մենք մի կողմից ունենք այդ բարձր ներկայանալու տոկոսը, մարդիկ ով եկել են ընտրություններին, իավկան մասնակցությունը։ Մենք ունենք մի կողմից բարձր մասնակցություն, որը շատ լավ է, 200,000 հոգի ընտրող մարդ, որ եկե հասել է ընտրատարածք, քիչ չի։ Բայց իրենց ձայները փաստացի ոչ մի բանի վրա չազդեցին, պարլամենտում մանդատների բաժանելու վրա չազդեցին, որտեղ չկարողացան անցնել շեմը։ Այդ թե ինչ մեծ խնդիր կա ստեղ ու ինչ տեսանք մենք այս մանդատները բաժանելուց։ Ինձ թվում է մնացածը բավականին տենց կանխատեսելի էր, էլի, ինչա կատարվելու, բոլոր հարցումները ցույց էին տալի մոտավորապես հենց այս պատկերը, որ մենք ստացանք։ Մի քիչ ավելի քիչ հիմնականում, օրինակ Սամվել Կարապետյանին ցույց էին տալիս, ասենք 16-17%-ի սահմաններում, իսկ ինքը հավաքեց 22%։ Մանդատների 26%-ը, ձայների 23%։ Հա, բան պետք է նշենք, որ Քոչարյանը կորցրեց ձայներ, եթե համեմատում ենք նախորդ ընտրությունների հետ։ Քոչարյանը համարյա այտենց, այսինքն Հայաստան դաշինքը, հա, իր ներկայացրած 9%, դա բավականին մոտ էր շեմը չանցնելուն, հա, իրանք երկու, չէ, կուսակցություն բլոկին։ Չգիտեմ, դաշնակցություն ու Քոչարյան։ Չգիտեմ, երկու կուսակցության բլոկը, այսինքն 8% պետք է լինի, իրանք հավաքել են 9 ու քանի, մոտ էին չանցնել հետաքրքիր դաշնակների էլեկտորատը ինչքան մասն է կազմում այդ բլոկի, դա էլ է, շատ вообще ձեռք չի տալի։ Նույն ԲՀԿ-ն կարող միամիտ գնար, ասենք ինչ որ մեկին գցներ բլոկ դառնալ հետը
ու շատ ավելի տխուր կլիներ իր գործը, հա։ Ուստեղել նույն բանն է, էլի կամ մի հատ էլ ավել խոսքի կուսակցություն մտներ Հայաստան դաշինք 10% դառնալ 8-ի փոխարեն չեն անցնում։ Դե կար, օրինակ կարար դաշնակցությունը չմասնակցեր, բայց բոլորին ոնց որ իր համակիրներին ասեր ընտրեք Քոչարյանին։ Նա ավելի ճիշտ պոլիտտեխնոլոգիա կլներ դա, քան թե ինչ որ իրենք արեցին, բայց ոնց որ դաշնակցության անդամները կարային ներկայանային ուղղակի Քոչարյանի բանի կուսակցության Այո, բայց կարելի է ֆիքսել, որ հաջորդ կուսակցություն ունի вообще։ Քոչարյանը ինչ որ մի բան կունենա, էլի։ Ես հիշում եմ նախագահած վաղ ինքան կուսակցական էր, էլի, դրանից հետո Դաշինքով ամենական դες գալիս, ոնց որ Քոչարյանն է ու դաշնակցությունը։ Ֆիքսենք, որ մոտակա ուրեմն շրջանում Քոչարյանը կորցրեց իր պոզիցիան որպես ընդդիմության կենտրոն, հա, այսինքն Սերժ Սարգսյանի հետ այդ ճանապարհները իրանց որ բաժանվեցին, հակադրություն եղավ, Սերժ Սարգսյանը որպես ֆիգուրա հեռացավ դաշտից, իր պատիվ ունեմ խմբակցությունով չմասնակցեց այս ընտրություններին նաև մնաց Քոչարյանը որպես մինչև Սամվել Կարապետյանի հայտնվելը որպես կենտրոնական ընդդիմական ուժ։ Գամաձայնվեց իմ գնահատականի հետ։ Գամաձայնվելուն Հայաստան դաշինքն էր երկրորդ տեղում պարլամենտ։ Այո։ Ու հիմա արդեն մենք տեսնենք, որ կորցրեց ահագին իր էլեկտորատից եւ հավանաբար այդ ձայները անցան ընդդիմական ձայները անցան Սամվել Կարապետյանին որպես ավելի վստահելի ներկայացուցիչ։ Չգիտեմ իրականում ոնց որ դա իրանց համար առանձնապես ինչ էր փոխում միջև այդ որ իրանք ունեին ավելի շատ մանդատներ պարլամենտում, որովհետեւ էական փոփոխություն ինձ թվում է չեղավ, ուղղակի քչացավ իրանց կուսակցության անդամների թիվը պարլամենտում, իսկ գլոբալ առումով ոնց չէին կարող ազդեին պարլամենտական process-ների վրա նախքին գումարման խորհրդարանում նույն ձև չեն կարողանալու ազդեն իմիկվան։ Ես նկատում եմ որպես պրոստա, ինչքան մարդը սատարում ընդդիմությունը ոնց է բաժանված, ով ում կողմից է, լրիվ ուրիշ բան է հասնել, ասել։ Դες ում այդ նույն պրինցիպով, օրինակ, որովհետև այդ Սամվել Կարապետյանին ընտրողների մեջ շատ ահագին մասը իրանք ոչ թե Սամվել Կարապետյանին են ընտրում, այլ այն ուժին, որ ամենահավանականն է, որ կհաղթի Նիկոլ Փաշինյանին։ Ու դրա պատճառով այդ նույն մարդիկ, ովքեր անցած գումարման խորհրդարանում ընտրություններին ընտրել էին Քոչարյանին, այս անգամ ընտրել են Սամվել Կարապետյանին։ Այո, հենց այդ ես կուզեի վերլուծել, այսինքն ինչ դասեր կարելի է քաղել, հա, հաջորդ ընտրությունների ընթരാճ։ Եթե դուք չեք ուզում, եթե չփոխվի երկը, ես հույս ունեմ, որ կփոխվի, բայց եթե չփոխվի հիմիկվա ընտրական օրենսգիրքը, եթե դուք ուզում եք չանցնի պոտենցիալ ուժը, որը որ պետք է անցնի, ԿՊ-ն օրինակի համար, դուք պետք է կենտրոնացնեք ձեր ամբողջ ուժը նրանում, որպեսզի քվեարկեք մի ընդդիմական կուսակցության օգտին։ Այդպես է աշխատում ընտրական օրենսգրքի մաթեմատիկան։ Եթե այդ 200,000 ձայնը ես հաշվել եմ։ Եթե այդ 200,000 ձայնը չանցած, հա, բոլորը գնալ օրինակ նույն ուժեղ Հայաստանին, ԿՊ-ն էլ չէր ստանում բավականին քանակի մանդատ, ու այսինքն բացի այնից որ չէր ստանում, չէր են բոնուսայինով իրան ավելանում, որովհետև այն ուժերը արդեն կարողանում էին, եթե համաձայնվեին, կոալիցիա կազմեին ու իրանք ձևավորեին կառավարություն։ Դա քիչ հավանական է, որ հենց այդ ամբողջ 200,000-ն այս ԿՊ-ն շատ տենց դժվարությամբ հաղթել, բավականին մեծ տարբերություն հաղթել, բայց ամեն դեպքում, հա, ուղղակի եթե կենտրոնանային բոլոր ընդդիմական ուժերը նախ իրար հետ, հետո էլեկտորատը եւ այլն շատ ավելի հեշտ կներ։ Այդ դաս համար 1 դաս համար բայց այդ ոնց որ այնքան հին է այդ ընդդիմության միավորվելու մասին նարատիվը, ինչքան քաղաքականությունը ոնց որ ես չեմ հիշում էլի ընտրություն, որտեղ ամենասկզբից բոլորը չեն ոնց որ օրդորում ընդդիմությանը, որ միավորված ընդդիմությամբ միանան եւ այլն, ու հետո բոլորը ասում են, որ մենք պատրաստ էինք, չմիացան մյուսները։ Այո, համաձայն եմ, ավելի շատ ստեղ հարցը ուղղված է, այս խորհուրդը ուղղված է էլեկտորատին։ Որ եթե ձեր ներկայացուցիչները չեն կամ գլուխ անեն, որ դրանց պետք է անել, դուք գոնե կարաք ինքներդ անեք։ Բայց դից հետաքրքիր հարց է դուրս գալի, ինչ որ դու ասացիր։ Արդյոք ԿՊ-ին հիմա քվեարկել են այս 49%-ը։ Քիչ մարդ չի։ Հայաստանի քաղաքացիները։ Արդյոք ԿՊ-ին քվեարկել են, որովհետեւ որ մասն է քվեարկել որպես այո, ԿՊ շարունակի այն ինչ որ դու անում ես, որ մասը որ չի ուզում, որ մյուս ուժերը գան իշխանության։ Այո, այսինքն դա ուղղակի այդ չարյալ փոքրագույններ ընտրություն ԿՊ-ն թե
հենց ոնց որ վստահության մանդատ է, այսպես կոչված, որ այո, մենք ձեզ սատարում ենք, համարում ենք ճիշտ։ Չէ, համաձայն եմ, ես գիտեմ լիքը մարդ, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, հենց այն նրա համար, որ ոչ մի ձև, ոչ մի պարագայում չգա ուժեղ Հայաստանը իշխանության, ոնց որ ու նույն ձև լիքը մարդ ընտրել է ուժեղ Հայաստանին, որտեվ չէր ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, այդ ոնց որ հակընտրությունն ավելի շատ էր։ Մի փոքր սոցհարցումներից ստատիստիկա, ես այդ հարցը տվեցի ինտերնետին եւ ստացա մի քանի տարբեր սոցհարցումներ, որոնք պատասխանում են հենց այդ դրված հարցին։ Ես ընտրել եմ ԵՎՆ Report այդ կազմակերպությունը, ինքը ոնց որ թե ամերիկական կազմակերպություն է։ Մեդիա է հայկական։ Ամերիկական բաներ ունի, ինչ որ ամերիկական ինստիտուտի կողմից ֆինանսավորում ունի եւ այլն եւ այլն։ Լյուբոյ մեդիա Հայաստանում ոնց որ շատ էր։ Չէ, նաեւ կան օրինակ ռուսական ինչ որ կառույցների կողմից ֆինանսավորում բաներ։ Ես պրոստո բարդ եմ համարում ասել, թե կոնկրետ այս դուք ինքներդ կարող ուսումնասիրեք, դա շատ կարևոր է, հա, աղբյուրը ինչից է եկել, ով է դրա հետևը կայնած եւ այլն։ Սա ակնհայտ ինչ որ արևմտյան ցակում ունեցող աղբյուրը, ես իրեն վստահում եմ։ Ամեն դեպքում ավելի վստահելի աղբյուր ես ճիշտ ասած չգտա հարցումների, իրանք ամեն ամիս անում են հարցումներ, մենք դա արդեն իրանք հարցումները քննարկել ենք նախորդ թողարկումներում, բայց այդտեղ կար sense ուրիշ նաև հարց, ոնց եք դուք գնահատում ուղղությունը, որով որ գնում է երկիրը, ճիշտ է, լավ է թե չէ։ Որտեղ որ 46% ասում է լավ ուղղություն է, 29% ասում է սխալ։ 17-ը չգիտեմ, 5%-ը չեմ ուզում։ Այսինքն բավականին նման է նաև քաղաքացիական պայմանագրի հա թվերին։ Ինչպես եք դուք գնահատում վարչապետին, այսպեսի հարց են տվել։ 25%-ը սատարում է ուժեղ, 27-8%-ը ինչ որ չափի է սատարում, 7%-ը ինչ որ չափի չի սատարում, 24%-ը եւ այլն եւ այլն։ Իսկ եթե գումարենք այդ սատարողներին, ստանում ենք մոտավորապես էլի 50 քանի տոկոս, 60% սատարում են։ Նույն պատկերն է բանի փորձում թարգմանեմ ուղղակի եթերում էս հարցման տերմինները հարցը sense ադրված ոնց եք դուք գնահատում տնտեսության զարգացումը եղած արդեն ու ապագայում հա Հայաստանում եթե գումարենք իրար դրական պատասխանները որ լավ է գնահատվում էլի ստանում ենք նմանատիպ պատկեր մի քիչ ավելի քիչ ստեղ բայց էլի 40 օրինակ տոկոսի մոտ մարդիկ դրական են գնահատում այսինքն օրինակ տարբեր հա հարթություններից տարբեր կողմերից sense այդ հարցը տվել են այս հարցման ընթացքում ու մենք ստացել ենք նման պատկեր որ մոտավորապես մոտ կեսը Հայաստանի գոհա հիմիկվաղությունով գոհա տնտեսությունից կամ շատ դժգոհ չի եւ այլն այսինքն ես ստեղ տանում եմ ես ստեղ տանում եմ արդյունքները ես ստեղ տանում եմ հանձնաժողովի տարբեր եւ դիտորդ հա այդ դիտորդների կազմակերպությունների հետադարձ կապը եւ այլն այդ սա իրար հետ գումարելով անկախ նրանից, հա, էլի ինչ կոնկրետ քաղաքական ցանկություններ ունեի ես կամ կունենաք դուք, տխուր եք թե ուրախ եք արդյունքներով, կարծես թե ընտրությունները լավ են կազմակերպված, կարծես թե շատ խարդախություններ չկար, կարծես թե իրոք արտահայտված է ինչքան որ դա հնարավոր է, հա, հիմիկվա մեր մեխանիզմներով ընտրողների այսպես ասած կամքը, թե դա ինչ է նշանակում եւ ինչ է լինելու, այսա կփորձենք մի քիչ ավելի մանրամասն քննարկել։ Ես եկա այս հետևությանը։ Դու ինչ ես մտածում։ Ոնց ես գնահատում։ Ես համարում եմ, որ ընտրությունները անցել են մեծ մասամբ արդար ու ազատ, եթե հաշվի չառնենք, որոնք օքեյ, չենք կարող ուղղակի հաշվենք, թե ինչքան ազդեցություն ունեցել ընտրությունների վրա։ Օրինակ, այդ բևեռացումը ընտրություններից առաջ կամ չգիտեմ, ասենք կային ինչ որ մեդիաներում, вообще բոլոր սոցհարթակներում իշխանության կողմից ոնց որ իրենց լավ այդ մեդիան օգտագործել է, էլի, այդ չենք կարող ինձ թվում է չհամարենք տենց ընտրախախտում մեծ մասամբ, բայց ուզում եմ հիշեմ ինչերի վերաբերյալ էր, էլի, ոնց որ հիմնական օրինակ դիտորդները խոսում էին հենց նախ միջև ընտրությունները process-ի մասին, որը որ գնահատում էին, որ հենց տենց բևեռացնող քաղաքական դաշտը, հենց իշխանությունների կողմից ու ինչ որ տեսակի ճնշումներ նաև ընդդիմության ներկայացուցիչների վրա, օրինակ, չգիտեմ, ինչ որ կալանավորումներ եւ այլն։
որոնք մեծ հաշվով իշխանությունը ուներ դրա համար ինչ որ պատճառներ, արդարացումներ ուներ, բայց ամեն դեպքում տենց բան էին շատ երբեմն օրինակ տենց հնարավոր է օրինակ չկալանավորել ինչ որ դեպքերում ինչ որ մարդկանց, որտեղ ընտրվում էր իրանց խափանման միջոցը կալանավորումը sense դեպքերը, եթե ճաշվենք, որոնք չենք կարող ասենք ինչքան ազդեցություն են ունենում ընտրությունների վրա։ Իհարկե, հա, գիտես ինձ ինչ հետաքրքրեց, օրինակ այդ քո ասացի մեջ, եթե չեմ սխալվում, հենց Հայաստան դաշինքը նախ տեղել էին դեպքեր, որ ինչ որ մարդկանց էին կալանավորել, եթե չեմ սխալվում Գյումրիում, կապ չունի։ Գյումրիում կալանավորել են։ Այո, ինչ որ դեպքեր էր եղել, որի մասին Հայաստան դաշինքը ասել էր, որ ահա սա ընտրախախտում է եւ մեր նախընտրական շտաբի աշխատանքի խափանումն է եւ այլն, որ քրիտիկական բայ է եկել են մարդկանց տարել են եւ այլն։ Սենց լսում ես մի կողմից, մյուս կողմից հետո հիշում եմ ես Հայաստան դաշինքի կայքը, Հայաստան դաշինքի ծրագիրը, Հայաստան դաշինքի այդ նախընտրական շտաբի տարբեր աշխատանքների արդյունքը, որ ես պետք է դնամ, ու մտածում եմ, որ դե լավ, նես չի որ մի երկու հոգի ձեր մոտ տարել են խոսքի մի քանի ժամով բայել են, դա ինչ որ խափանելա ձեր շտաբի աշխատանքը։ Հա, ու չէ երևի, որտեղ ընտրությունների օրն տարել ու այդ դեպքում կարա շտաբի աշխատանքը խափանի։ Էլի, եթե սենց մի քիչ անլուրջ, սենց որ այն հեքիաթային ամերիկական կամ ինչ-որ արևմտյան են իսկական, այսպես ասած, քաղաքական պայքարի բաներով ոչ այդ պայքարի տեսանկյունից ես նայում եմ, որ հա, էլի, սենց ինչ-որ խարդախություն է, այն գլխավոր մտածող մարդը ընդ նստած աշտաբում սենց ինչ-որ կալկուլյացիաների մեջ է, բայց իրեն գալու, տես չի, էլի, հաստատը տենց չի։ Դա ուրիշ ձևի է, ոնց որ որը չգիտեմ, հաշվում է, զանգում է վստահված անձանց ովքեր որ տեղամասերում են։ Ոչ մի բան չեմ պնդում, բայց կարող ընտրակաշառքները պետք է արագ այդ բային։ Չէ, դա շատ հավանական է, ես չեմ կարծում որ իրան Հավայի են կալանավորել, դա։ Այն իմաստով որ մարդը փող էր տանում մեկին տար ջամփին բռնեցին ու դրա պատճառով մի 50 հոգի չքվեարկեցին, տենց է ազդը։ Այդ հաստատ։ Հենց այդ ռախապանման մասին է միգուցե խոսքը, էլի, որ մենք հեսա 50 հոգի ավել էր ընտրելու ու բռնիկ այդ մարդը։ Այդ բակը 50 հոգում ոնց կորցրեցին։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, որ չգիտեմ, պետք է համեմատել ինձ թվում է իրականության հետ Հայաստանի, ես հիշում եմ ոնց են, ես դեռ հիշում եմ ոնց են ոստիկանները ընտրական տեղամասերից դիտորդներին ծեծելով լարում, որ չխանգարեն։ Ես այդ հիշում եմ, այդ շատ շուտ, այդ ոնց որ խենք էլի մոռացա։ Հա, չէ, ես 2015-ից սկսած երևի համարյա բոլոր ընտրություններին, համ համապետական, համ նաև որոշ տեղական ինքնակառավարման ընտրություններում դիտորդ եմ եղել ու այդ ժամանակից սկսած 2015-ին իմ առաջ տեղացից ես հիշում եմ այնտեղ ոնց էր, երբ որ ասենք այդ սաղ քո աչքի առաջ տեղի է ունենում, երբ որ առաջի անգամ ես դիտորդ ու դու նույնիսկ չգիտես էլի, ասենք որոնք են որ օրինակ տենց հենց հիմա սրանով իրենք լիքը ձեն վերեցին, որտեղ այն կետը որ դու իրենց կարաս խանգարես օրինակ էլի, իրանք որովհետև լիքը բան անում են ու քեզ լրիվ բաներ անում էլի, արդարացումները կախի են էս sense, որտեղ էսի դժվար դեկել է, էսի չանենք էլի, դա ինչքան ժամանակ է տևում ընտրական process-ից ինչ որ բաներ։ Կամ ասենք երբ որ ընտրատեղամասը փակվում էր, այդ փակվելուց հետո ընտրատեղամաս էին գալի լիքը մարդ, օրինակ հանրապետական կուսակցության աջակիցները, ու նստում էին մասնակցում էին հաշվարկին այդ քվեատերտիկների։ Էլի որոնք այս անգամ տենց դեպքեր 2018-ից այս կողմ չեն եղել։ Այո, ինձ թվում է խաղի օրենքները ակնհայտորեն փոխվել են, էլի անկախ նրանից դուք կոնկրետ որ քաղաքական ուժին եք, կապ չունի, դու ինչ ես ուզում ստանաս, խաղի օրենքները պետք է լինեն արդար, թափանցիկ ու բոլորի համար նույնն է շատ կարևոր է։ Եթե դա չի աշխատում, մնացածը արդեն անիմաստ խոսակցություն է ու ես հստակ կարող եմ ասեմ, որ իմ կարծիքով դեպի լավն ենք մենք։ Հա, ես կարծում եմ ընտրությունների առումով ու այս են ամենամեծ ձեռքբերումներից հաստիս, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից այս կողմ, այն ամենակարևոր ձեռքբերումներից, որը քեզ թույլ է տալիս իշխանությունը փոխել ընտրությունների միջոցով, էլի։ Ու այդ իրոք շատ կարևոր է։ Ոչ մի դեպքում այդ չի նշանակում, որ պետք է թույլատնել այդ ճնշումը իշխող ուժի հանդեպ, պետք է նույն ձև լինի, նույն ձև զգոն, պետք է մենք ուշադիր լինենք, որ հանգարց ոչ մեկ չհաբրգի իշխանությունը ձեռք բերելիս, բայց պետք է գրանցենք, որ շատ մեծ տարբերություն կա, էլի ինչ կոնտեքստում, որովհետև մենք համեմատում ենք, որ
այդ ներկայացված ուժերից մեծ մասը, օրինակ Հայաստան դաշինք ու օրինակ ԲՀԿ-ն ու օրինակ ուժեղ Հայաստանի լիքը ներկայացուցիչներ, իրանք այն ժամանակվանից են։ Այսինքն իրանք այն ընտրամասերի ցուցակներում կային, որտեղ որ մարդիկ ծեծ էին ուտում, այդ սա ոնց որ կապակցված պատմություն։ Տեխնացուներից շատերը այն մարդիկ էին, ովքեր գալիս էին տեղամասը փակվելուց հետո մտնում էին ներս ու հաշվում էին, ջահել էին ոնց որ ժանը։ Հիմա արդեն եկել դառել են տեխնացուներ ու նույն ձևի շարունակվելու հավանականությունը մենք չպետք է մոռանանք ոչ մի դեպքում։ Մի խոսքով, վերադառնալով մեր հաջորդ, այսինքն շարունակելով մեր հաջորդ թեման, ինձ դա հետաքրքիր, մի խոսքով ես հասկացա, որ կարծես թե Նիկոլ Փաշինյանը իրոք ունի ինչ-որ չափով հանրության վստահությունը, ինչ-որ բավականին մեծ չափով կարելի ասել։ Եվ ինչա դա նշանակում մեր համար, Հայաստանի համար, այդ կուզենայի քննարկել, որովհետև ժամը 2-ին գիշերը ոնց որ ասացինք, Նիկոլ Փաշինյանը տվեց մամլո ասուլիս, որտեղ ասաց մի քանի կարևոր բան, ոնց որ նշեցինք, որ նստելու է 3 հոգի մարդ, как минимум, բանդ խոսք է տվել Նիկոլ Փաշինյանը։ Այո, շատ տենց էմոցիոնալ եւ այլն, որ դա կրիմինալ օլիգարխատ ինչ որ արմատախիլ պետք է արվի եւ այլն, այսինքն դա Նիկոլ Փաշինյանը առաջի անգամ չի ասում, որ պետք է, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը բանտով պետք է հայտնվի, հա, մենք դա առաջի անգամը չի որ լսում ենք, չգիտեմ, ինչ պետք է հիմա փոխվի, ինչա լինելու հաստատ ակտիվացնելու են, հա, այդ իրանց կողմից ինչքան ռեսուրս ունեն այդ ճնշումը իրավապահ մարմինների վրա, որպեսզի այդ process-ները առաջ տան, ինձ թվում է հիմնականը այդ իրանց ինչա փոխվել, այդ որ իրանք միատել ունեն քաղաքական լեգիտիմություն այդ ճնշումը կիրառելու։ Դուք մեզ քվեարկել եք, մենք ունենք ձեր վստահությունը, մենք համարում ենք, որ ստեղ կա այնքան խախտում, որ պետք է այդ մարդիկ դեն բանտեն։ Այստեղ ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, ամբողջ հասկանալով, որ օրինակ այն նարատիվը, որ իրանց չեն բռնում, իսկ իրանք հաստատ հանցագործներ են, չեն բռնում, որովհետև դատական իշխանությունը չի ուզում իրանց բռնի, որովհետև դատական իշխանությունն էլ է կոռումպացված, որովհետև, չգիտեմ, մնացած բոլոր ինստանցիաները, որոնք որ պետք է զբաղվեն իրանով, ինչ որ ձև թաթախված են այդ ամենի մեջ, դրա համար իրանք էլ են ինչ որ չափի քրյա օլիգարխիկ, դրա համար չի լինում բռնել իրանց, ուստեղ եթե տենց է Նիկոլ Փաշինյանի արգումենտները, որ ոնց որ դատական համակարգի մեջ մտնել, ինչ որ բան փոխել է, չնայած որ իշխանությունների բաժանում կա, բան, արդարացված կարելի է համարել, բայց ինձ հետաքրքիր է այն հարցը, թե ինչքանով է այդ երկարաժամկետում Հայաստանի Հանրապետության համար լավ։ Եթե լինում է պրեցեդենտ, որտեղ ասենք ինչ որ մեկը կապ չունի, ոնց որ մտածում է, որ ինքը լավ բանի համար դատական իշխանությունը կառավարությունը իր ձեռով փոխում է ոնց որ ու հաջորդ մի քանի հետո իշխանությունը, էլի հաջորդ իշխանությունը ինչքանով նրա համար այդ պատճառ չի, որ ասի չէ ոնց որ տեն հիշում եք Նիկոլ Փաշինյանը որ փոխեց, որովհետև հա լավ բանի համար փոխում։ Մենք էլ ենք հիմա լավ բանի համար, օրինակ դատական իշխանությունը հիմա էլ այս մեկը չի անում ոնց որ, ու իրանք էլ են նորից նույն ձև միջամտում դատական իշխանության գործերին, էլի։ Ինչքանով է երկարաժամկետում այդ լավ, չնայած նրան, որ ակարճաժամկետում հասկանալի է, որովհետև լիքը դեպքերում իրոք տենց է, ինչ որ ձևով խանգարում է, օրինակ դատերը ձգվում են, չգիտեմ, 4 տարի, 5 տարի։ Իրաց ոնց որ բանն ես դու ասում, Սերժ Սարգսյանը, որոնց այս սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը ամեն ինչ էս փաթեթը ստեղծել էր իր համար, հետո անցավ էդի Փաշինյանի ձեռը ու արդեն ոնց որ այդ փոստեր, որը Սերժ Սարգսյանն ու իր կողքի ուժերը փորում էին ու ընկան իրանք իրանց դրա մեջ, հա, հիմա իրանք չեն կամ ընդդիմությունը լեն էֆեկտիվ, որտեղ իրանք սեփական կերտած քաղաքական համակարգը իրանք թույլ չի տալի բավականին թափ հավաքել։ Նույն բանը կարա ստեղ լինի, այսօր Նիկոլ Փաշինյանը ինչ որ բաներ է անում իր համար, վաղը էդի դառնում է զենք իր դեմ թեկուզ կամ մեզ հասարակության կամ Вообще էլի ոնց որ այդ տեսանկյունից, պետության շահերի տեսանկյունից չեմ կարծում այդ լավ է։ Մյուս կողմից, չգիտեմ, աշխարհաքաղաքական կոնտեքստում եթե նայենք, միգուցե լավ է Հայաստանի Հանրապետության տեսանկյունից մի կարճաժամկետ շահերի տեսանկյունից, որ ասենք այդեն ուժերն են, որոնք ունեն ահռելի ֆինանսական միջոցներ ու հնարավորություն ունեն դրանով միջամտել ընտրություններին ոչ արդար ձևերով, այդ տեսանկյունից լավ է ոնց որ այդ ուժերի ձեռքից օրինակ խլել այդ բանը հիմա փաստացի ինքը պատրաստվում է ունը զրկել այդ 3 մարդուն։ Դա նույն խոսակցությունն է, որը որ գնում է բանի մասին,
առաքելական եկեղեցու մասին։ Մի կողմից դու չունես իրավունք որպես վարչապետ խառնվել, հա, եկեղեցու գործերի մեջ, մյուս կողմից եթե իրականությունը հավատալ, եթե հավատում եք Նիկոլ Փաշինյանին ու իրականությունը նրանում է, որ այնտեղ KGB-ի agentներ են, պետության շահերիզերներով դու պարտավոր ես դա անես ու նաև ինչ որ օրենսգրական փոփոխություններ անես, որպեսզի հնարավորություն ունես դա անել, իսկ հետո ինչ ալնելու այդ օրենսգրական, այսինքն ըստեղ այդ դիկտատուրայի մոմենտն է գալի, հա, Պրոլետարիատի չէ, ավելի շատ հին հռոմեական օրիգինալ, հա, դիկտատուրայի մասին, որտեղ որ քրիտիկական ժամանակ սենատը այսպես ասած համաձայնվում էր դիկտատուրա տալ ինչ որ մեկին, որպեսզի ինքը ինչ որ կոնկրետ հարցեր լուծի, սուր, հետո վերադարձնի ու դառնա էլի ավելի ժողովրդավարական ամեն ինչ։ Դա օրինակ ոնց որ ռազմական դրության ժամանակ է տրվում, չգիտեմ, վարչապետին ունենում ես ավելի շատ բալնամաչերներ ու ոնց որ այդ sense բուկվալնը նույն ձև է աշխատում։ Գիտես դա ինչ ուրիշ խնդիր կա, ավելի խորը, ես չգիտեմ, մենք չենք հասցնի երևի տենց մասն իրեն քննարկենք, բայց ինձ թվում է արժի նշել, որ ստեղ նաև կարևորը ինչն է։ Այդ սաղ այս հարցը, խնդրեմը ինձ թվում է հիմնվում է հենց նրա վրա, թե իշխող ուժը ինչքանով է ինքն իրան լեգիտիմ է զգում համարում, այսինքն հիմա քաղաքացիական պայմանագիրը մտածում է, որ վсё, մենք մեծ տարբերությունով հաղթեցինք ընտրությունները, մենք ունենք քվե, ամբողջ նախընտրական, հա, քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասում էր, որ ես նստացնելու եմ այս ինչ մարդկանց ամեն ձևի շատ ագրեսիվ ռետորաբանությունով։ Եթե դու ոնց որ մարդուն տալիս ես 49% ձայն, ինքը համարում է դա դուք իմ հետ համաձայն եք, դուք ուզում եք ես անեմ այն ինչ որ խոսք էի տալի տրիբուններից։ Բառացի է։ Ահա, այդ տրամաբանության մեջ է տեղ ունենալու։ Ու ստեղ կարևոր է հենց որ մենք օրինակ ունենայինք ավելի առողջ ընդդիմություն, ընդդիմական այդ խոսակցությունը ուժի հետ քաղաքական։ Կլիներ լրիվ ուրիշ բան, հոպ ինչպես միշտ սովորական մարդիկ ոդքասթը առանց կատու չի անցնի։ Մենք ունենանք քիչ ուրիշ պատկեր, հասկանում ես մի բան է որ ինչ որ մի տեղ է գնում իշխանությունը, որի հետ ոչ բոլորն են համաձայն, բայց կա ինչ որ առողջ ընդդիմական ուժ, որը կարող է դրա մասին խոսա, որը սիգնալ է իշխող ուժին, որ այսքան մարդ համաձայն չի սա։ Պետքա դրան լսել, պետքա ինչ որ կոորդինացվել, հա, այսինքն հասկանալ ինչ է կատարվում, ինչի 30%-ը, հա, էլեկտորատի։ Ոնց կարելի է անել կոմպրոմիսներին այդ 30%-ի ձայները, կոպիզած շահերը պետք է պաշտպաներ ընդդիմությունը։ Այո, այսինքն հենց ամենակարևորը որ իշխող ուժը ուշադրություն դարձներ ընդդիմությանը։ Հաշվի առներ, հաշվի նստեր։ Անկախ նրանից դաժե նույնիսկ ոնց են կոնկրետ մեխանիզմները ընտրական։ Հա, պրոստը հաշվի առներ, իմանալ որ ինքը պետք է պարտադիր իմանա ընդեղի կարծիքը, թե չէ դա ինչ որ խնդիր կառաջացնի։ Նրա պատճառով որ հիմիկվա ընդդիմությունները մարգինալիզացված են բավականին չափ։ Այսինքն ընդեղ այդ բևեռացումը եւ այլն, սրանք սրան ասում են դու լրիվ պետք է չլնես։ Նրանք են նրան ասում, այսինքն նենց հա որ չկա ոչ մի քաղաքացիական դիալոգ երկխոսություն այդ ուժերի մեջ, դա ավելի վատ է բոլորի համար։ Իշխող ուժը կորցնում է արենծիրներ։ Всё, ինքը մտածում է ամեն կողքի իր շուրջ բոլորը թշնամիներ են, այն ձիու բանն է, ձիու բաները որ փագում են, որ ինքը չտենա, մենակ դիմացը տենա, դառնում է այդ վիճակը։ Ու այդ նույն բանը տեղի ունեցավ նաև պատերազմի ժամանակ, ու նաև երբ որ հեղափոխություն եղավ Հայաստանում, երբ որ այդ քաղաքական օրինակ, չգիտեմ, հիշողությունը պետական ոնց որ այն բոլոր մարդիկ, ովքեր եղել էին իշխանության, հենց իշխանության գլուխներ, Սերժ Սարգսյան, Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, էլի, որոնք սովորաբար կարային ինչ որ բան գիտեին իրանց այդ ամբողջ ընթացքի մասին, մասնակցել են բանակցություններին, գիտեն օրինակ ինչ քարտեր են իրանց մոտ ունեցել, ոնց են պատկերացրել, որ անեն այս ինչ դեպքում եւ այլն, ու այդ ժամանակ էլ ոնց որ չեղավ այդ դիալոգը իշխանության ու ընդդիմության միջև, որը որ բերեց նրան նաև ինչ որ ունենք, ու այդ կարող շատ օգտակար լիներ, պետք է լիներ։ Հաստատ 100% էլի իզոլացիայի մեջ էր գտնվում այդ վաղ իշխող ուժը ու ստացանք այն ինչ որ ստացանք։ Ու այդ երկու կողմից էր ինձ թվում, համ Նիկոլ Փաշինյանը չէր վստահում այդ ուժերին, որովհետև կարծում էր, որ իրոք իրանք թշնամիներ են ու իրանք լրիվ ուրիշ օրակարգերով են գալու իր հետ խոսալու անկախ ամեն ինչից դրա համար։ Մյուս կողմն էլ ինչ որ չափով համարում էր Նիկոլ Փաշինյանին դավաճան, որը որ իր օրակարգ ունի, որը որ բավականին համապատասխանում է իրանց թշնամիների օրակարգին, sense։
Ու ինձ թվում է ցավոք սրտի, որ այդ պատկերը համապատասխանում է այն ինչ որ նրան թե ինչա տեղի ունենում հասարակության մեջ։ Մարդիկ էլ են տենց, մարդիկ էլ պատրաստ չեն այդ դիալոգի, հա, այսպես ասած, հասարակությունն է բևեռացված ու չգիտեմ, դա բավականին վտանգավոր է, ինչին է դա բերելու Նիկոլ Փաշինյանը ուղղակի հաշվի չի առնելու ոչ մի քննադատություն, ոչ մի ինչ որ հակադրություն, հակակարծիքներ, ուղղակի իր այժ առաջակշելու։ Դե հիմա եթե նայենք այդ կոնտեքստում փաստացի հիմա ոնց որ էլի թշնամական բևեռացված վիճակը, որտեղ երկու կողմն էլ իրար թշնամի են համարում, ու Նիկոլ Փաշինյանը ասում է ես իմ թշնամիներին կկրեմ, որ այդ դրատեղը գան մարդիկ, ում հետ ես կարամ խոսամ, որոնց ես թշնամի չեմ համարի, կարանք սենց հասկանանք ինչ որ չափով էլի։ Այո, դե էլի տեսնենք ոնց կաշխատի, նու ես համոզված եմ որ այդ process-ները ակտիվանալու են, այսինքն քրեական հետապնդումները, նու այսօր քրեական գործ հարուցվեց ԲՀԿ-ի առաջնորդի վրա։ Դա Գագիկ վրա արդեն քրեական գործ հարուցվեց հարկերը վճարելու խուսափելու բանով նույնիսկ ինչ որ հաղորդագրություններ կան որ իրան օթանանակայանում են տեսել Դա հետո միրանք բացատրություններ տարածեցին որ շուտվանից պլանավորված էր որ երկրից դուրս է գալու բայց հենց ընդեղ իմացավ որ կարող է ինչ որ խնդիր լի ասես չէ ես հետ եմ գնում իմ տուն ոբշեմ մի խոսքով բավականին սուր ինչ որ ինձ թվում է իրադարձություն է լինելու կտեսնենք ոնց կդրսևորի իրան հենց իրավապահական այդ մարմինները Հայաստանի ինչ կլինի արդյոք այդ Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ որ ավելի կարողանան մեծացնել ճնշումը եւ այլն, դա կտեսնենք։ Ամփոփելով այդ քրեական հետապնդումների հարցը Սամվել Կարապետյանը տնային կալանքի տանկա շարունակում է գտնվել դուրս եկավ ընտրությունների ու շարունակում է Ծառուկյանի հանդեպ հարուցվել է գործ ոնց որ ասցինք Քոչարյանն էլ դες անցնենց գործի մեջ է ինքը իրան զալոգով Սամվել Կարապետյանը մի քանի ժամանակ առաջ տարի առաջ դուրս էր հանել բանտից բայց իրանք այդ 3 մարդիկ բոլորը գտնվում են հիմա ինչ որ քրեական գործերով անցնում են ինչ որ ճնշում իրանց վրա սենսանենց կա ու մենք կտեսնենք ոնց է ինչ զարգացումներ կունենա այդ մասը ինչ կանի Նիկոլ Փաշինյանը ինչ ազդեցություն կարա ունենա դրա վրա որովհետև հետաքրքիր բան որ մենք խոսացինք այս վերջի կառավարության հետ խորհրդա ինչ է կոչվում այդ հանդիպումը կառավարության հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը հենց այսօր բոլոր շնորհակալություններ հայտնել եւ այլն տարբեր բաներից խոսած ինչ են պլանավորում անել եւ այլն ունդեղ կարևոր մի հատ մաս կար այդ քրեական հետապնդումների մասով բայց ուրիշ կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսած բան ընտրական ընտրությունների ժամանակ խախտողների մասին ընտրակաշարք բաժանում ընտրակաշարք եւ հա ընդհանրապես ընտրությունների խափան կեղծողների խափանողների մասին խոսած Փաշինյանը ասաց որ իր կարծիքով բոլոր այն մարդիկ ովքեր էս Կիրակի օրը ամսվեցին, հա, բոլոր մարդիկ ովքեր ընթացքում էս ընթացքում էլի հա ձերբակալվել են այդ կասկածանքով պետք է մինչև հաջորդ ընտրությունների արդյունքները հրապարակելու օրը լինեն բանտում բառացի ասաց Նիկոլ Փաշինյանը նկատի ունենալով որ հենց այդ նաև բառացի ասաց որ ինչ որ հանդուրժողական է մի քիչ վերաբերմունքը այդ մի քանի տեսակը օրենքի խախտումներին ընտրությունների հետ կապված որտեղ չպետք է լինի այդ հանդուրժողությունը բերեք հանենք որ այդ մարդիկ այդ նույն ձևով են խախտում ու պետք է իրանք պատիժ կրեն հենց իրական ժամկետներ անցկացնելով բանտում։ Որտեղ ինքը շարունակեց խոսակցությունը ինչի համար է կարևոր ու ինչ կապ ուներ, հա, քրեական հետապնդմանը քաղաքական գործիչների։ Ինքը ասում է նրա մասին, որ ես գիտեմ, որ կա իշխանության ճյուղերի բաժանում, հա, որ այսինքն վարչապետը вообще-то իրավունք չունի ոչ մեկին, որ բանտ նստեցնի, հա, դրա համար կա դատական ճյուղը, դատախազներ եւ այլն դատարաններ։ Բայց ինքը դա ասաց, որ սենց ես հասկանում եմ, որ կա բաժանում, բայց ես իմ քաղաքական ուժը կրում եմ քաղաքական պատասխանատվություն այդ արդյունքների համար, հա, այսինքն ինձ մարդիկ դուրս գալիս են ասում են ինչի չի նստած ինչը կամ են ինչը, ես պատասխան չունեմ տալու, որովհետև էլի տենց ակնարկելով, որ համակարգը չի լավ աշխատում, ինչ պատճառներով։ Այստեղ էլ նույն պատմությունն է, հա, այսինքն Նիկոլը խոստացավ, որ ինչ որ բան է փոխվելու այդտեղ։ Դա տեսնենք ինչ ուստեղ էլի վերադառնալով 3 ես ուզում եմ
մի հատ բան ասեմ դրա վերաբերյալ զուտ հենց թեկուզ այն տեսանկյունից որ ընտրակեղծիքներ անողները մինչև մյուս ընտրությունների արդյունքների ամփոփումը պիտի նստած լինեն այդ իսկ թվում է շատ հետաքրքիր բան է կոնցեպտ որովհետև փաստացի իրանք հնարավորություն չեն ունենում հաջորդ ընտրություններին ինչ որ ձևով միջամտեն ընտրություններին էլի տենց ոչ արդար ձևերով այդ է то есть ամենա պրագմատիկ իր արդարացումը ու լավն է շատ ըստիս ես կուզեմ տենց օրենք լինի մի քիչ գեղարվեստական է համել գեղարվեստական պատիժ է էլի որ եթե ընտրություններին խանգարում ես ապա մինչև հաջորդ կապ չունի կարող հաջորդ ընտրությունների 30 տարուց են օրենքով գրածա գեղարվեստական օրենքի ստիպում է քեզ որ դու 30 տարի դատվես ինչու ասենք ենթադրենք պատերազմը սկսում նոր որտեղ ոնց որ ռազմական դրություն ու մի քանի տարի չի ընտրվում ընտրությունները շարունակվում այդ մարդիկ նստած մնում են բայց հա միտքը բարձր է ինչ նկատի ունի Նիկոլա այստեղ վերադառնալով այդ շեմին 3-5-րդ ձայներ այ օրինակ այդ կարած այդտեղ կարևոր դառնա կամ չդառնա եթե բակն անցնում է ու կպնչունի 3-5-րդը ինքը օրինակ չի կարողանում դատախազ նշանակելու մասին օրենսդրական մենակ իր մանդատներով փոփոխությունները առաջ խաղացնի որը տես կարող է այստեղ ինչ որ առանցքային դեր ունենա հենց քրեական հետապնդումները ակտիվացնելու համար բայց այդ ամեն ինչ կտեսնենք ինձ թվում է այլ խոսանք կտեսնենք իրականությունները հենց ինչ է ներկայացնում ես կուզեի նաև մի փոքր մեկնաբանել կարևոր բան նաև ինչ է ընտրություններից եղավ ես կուզեի նաև գեոպոլիտիկի ես օգնանալ Ես կուզեի գեոպոլիտիկի նաև հետևանքների մասին մի քիչ խոսենք, որովհետև այստեղ բացի այդ հակադրությունից կար հստակ Ռուսաստան արևմուտք հակադրությունը, Նիկոլ Փաշինյանը արևմուտք, այն երրագլուխ պատերազմի այսպես կոչված ուժերը Ռուսաստանի ներկայացուցիչներ որպես որ մենք տեսանք իհարկե նաև միջազգային գործիչների եւ մարմինների արձագանքներից։ Ինչ տեղի ունեցավ մինչև դե պաշտոնական վերջնական տվյալները հիմա էլ չկան, բայց արդեն իսկ մինչև նույնիսկ նախնական տվյալները արդեն Նիկոլ Փաշինյանը մեզ ասաց, որ ինքը ոչ ֆորմալ կամալներով խոսացել է Մակրոնի հետ եւ Վրաստանի նախագահի հետ, այսինքն մինչև դաժե ընտրությունները մենք ունենք Տրամպի կողմից պաշտոնական գրված աջակցության մասին նամակը, դա Ամերիկայում ընդունված պրակտիկա է, endorsement է, կոչվել է, որ ինչ որ քաղաքական գործիչներ կոնկրետ ասում են, ես կոնկրետ այս ինչ մարդուն ասում եմ կվերկեք, լավ է, точно է։ Նույնը Մակրոնի կողմից էլ կար իրականում, սմերչի Եվրոպայի վրա, որ ինչ որ սամիտ անցավ։ Այդ ժամանակ Մակրոնը նույն բանը ասացին ոնց որ դուք աջակցում եք ներկայ իշխանությանը, տենց թակուն ասաց ես вообще թակուն չեմ աջակցում, ես շատ ուղիղ աջակցում եմ ի տարբերություն մեր ձեր հյուսիսային հարևանների, ովքեր թակուն են աջակցում են մյուս ուժերին։ Բայց նո այդ քո ասած քաղաքական համայնք, հա, եվրոպական քաղաքական համայնքի որ եղել էր տենց մինչ ընտրություններին մոտ էր էտել այդ ամեն ինչը այստեղ մենք շատ հստակ տեսնում ենք որ Նիկոլը պեչատներ է հավաքում տարբեր որ տեսեք ես ընդունված եմ արևմտյան աշխարհի կողմից իմ հետ պատրաստ են աշխատել ես ունեմ պայմանավորվածություններ դրա համար Փաշինյանը շատ հանգիստ խոսում է ներդրումների մասին շատ վստահ որ լինելու են մեծ ներդրումներ որովհետև Ну, հավանաբար իրան այդ խոսք են տվել այդ բոլոր մարդիկ ու նաև դա հետևանք է, հա, այն ուղղությանը, որը ինքը հիմա բռնել է։ Ու շատ է տենց հստակը, որ ստեղ մենք ունենք ամենաբարձր մակարդակի վրա, հա, այդ պեչատները, որ արևմուտքը շատ կողմ է ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանը կառավարել ու մենք ինչ փոփոխություն ունեցանք, մենք ունեցանք Ռուսաստանի կողմից շատ ավելի ռադիկալ արդեն սուր վերաբերմունք որովհետև իհարկե նախընտրականում իրանց ներուժը դրեցին այս օպոզիցիայի մեջ հույս ունենալով որ մի բան այդից կստանան, չստացան առաջի հերթին հենց արտաքին գործերի նախարարության, հա, խոսնակ Մարիա Զախարովան ելույթ ունեցավ որտեղ որ ասաց որ մի անգամից ընտրություններից հետո ինքը ասաց որ նախադեպ ճնշումներ, կեղծիքներ մենք չենք ընդունում լավ վերջ սուտ չխոսամ չի ասել որ մենք չենք ընդունում արդյունքները դա բավականին այդ կնշանակի պրոստը չգիտեմ Հայաստանի ղեկավարին չի ընդունում փաստացի այո ու դա ռուսական հիմիկվա ոնց որ օֆիցիալ ներկայացուցիչների խոսքերը շատ սուտ մեջ ունեն որովհետև օրինակ խոսքը գրում էր նրա մասին որ
ուզում եմ արագ թարգմանեմ, Մարիա Զախարովան ասում է, որ նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի իշխանության մոնոպոլիա, որ իրենք կամ լավ չեն հասկանում Հայաստանի ընտրական process-ները կամ ուղղակի սուտ են խոսում, ունի քաղաքացիական մոնոպոլիա, իրենք կարող են կառավարեն ձևավորեն կառավարություն, այդքան է իրենք, մնացածը այդքան է կարևոր չի, ուստեղ в обстановке жестких репрессий со стороны армянских властей, այսինքն իրենք իրանց են նկարագրում այստեղ խոսալով Հայաստանի մասին, մի խոսքով, որ իրենք չեն ոչ մի ձև սատարում Փաշինյանին եւ այլն եւ այլն։ Այդ տեսանկյունից հետաքրքիր էր ԱՊՀ դիտորդների եզրակացությունը, որը համարում էր, որ շատ ազատ ու արդար ընտրություններ են տեղի ունեցել, էլի, որտեղ կարծեմ Ղազախստանի ներկայացուցիչներ ոնց որ ինչ-որ գլխավորում ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ու տենց իրանք համարեցին արդար ազատ ընտրություններ, էլի, որտեղ Ղազախստանի նախագահը կարծեմ երկրորդն էր, որ շնորհավորեց Փաշինյանին, էլի, ոնց որ ու պրիտոմ այդ գիշերը, դա էլ է հետաքրքիր մոմենտ, այդտեղ որ երկրների օրինակ Վրաստանի վարչապետը գիշեր ժամը 2-ի կողմերը Հայաստանի վարչապետին շնորհավորել ու ընտրություններ հաղթելու վրա մի քիչ տարօրինակ է իմ համար անկախ նրանից դու ոնց ես մտածում որ կարաս սպասես ընտրությունները գոնե առավոտը հասնի օրինակ ոչ թե 15%-ն են հաշվել դե ինչքան ես հասկացա այդտեղ ոչ ֆորմալ ոչ պրոտոկոլային ուղղակի դե Փաշինյանը օրինակ իր հարցազրույցի ժամանակ էլ գիշերվա 2-ին ասաց որ ես Մակրոնի ու Իրակլու հետ խոսացել եմ, ոչ ֆորմալ կապերով։ Դες հիշում եմ, որ հայտարարություն ուղղակի տարածվեց Վրաստանի վարչապետի կողմից, ոչ թե մենակ այդ ոչ ֆորմալներ։ Հա, դու պաշտոնական հայտարարություն եղել է, եթե եղել ամերիկացին գիշերը, տարօրինակ է, իհարկե։ Բայց դա ոչ կարևոր է այդտեղ, որ յանիմ կապի եմ, էլի, ես կարող եմ Մակրոնին զանգեմ, հետո խոսամ գիշերվա 2-ին, ինչ կա։ Явно, ասենք, ես ընկեր եմ Մակրոնի հետ, դա ուզում մեզ հասցնի Փաշինյանը։ Նաև նկատի ունենալով իսկ արդյոք, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կապի է Պուտինի հետ, նույն ձև երևի թե չէ։ Մարիա Զախարովան կոնկրետ բաներ է ասել, ես ուղղակի ուզում եմ մենք ստե ֆիքսենք, որ Ռուսաստանը համարում է Եվրոմիության դեպի Եվրոպայություն ուղղությունը ինքը համարում է փակուղային տուպիկովый курс на вхождение в Евросоюз, սա լրիվ նույն հրետարաբանությունն է, որ մենք լսել ենք Ուկրաինայի մասին, Վրաստանի մասին, բոլորի մասին, ովքեր մի քիչ դեպի արևմուտք կայթում, Ռուսաստանը միանգամից իհարկե ասում է, որ ոնց կլինի, դա հնարավոր չի, դա սենց է, в общем, փլուզվելու ամեն ինչ եւ այլն։ Ու մենք գիտենք, որ համ Ուկրաինան, համ Վրաստանը ժամանակին պատժվել են Ուկրաինան, հիմա էլ է պատժվում այդ կուրսը բռնելու համար։ Սովորաբար ինչ որ պատերազմային իրավիճակներ ստեղծելու կամ տարածքային ինչ-որ հարցեր բարձրացնելով։ Մենք հաստատ ավելի մանրամասն պետք է քննարկենք այս հարցը, իրական սպառնալիքները ինչու են առավել եւս ինչ-որ ռազմական ոլորտում, որովհետեւ օրինակ այդպես նախնական որ նայում ես, կարծես թե գլխավոր քարտը Ղարաբաղի հարցը խաղացված է արդեն։ Ադրբեջանի միջոցով ոնց որ չեն կարել սպառնան, կոպիտ ասած։ Այդ խաղը արդեն Ռուսաստանի ձեռում չի, ինքը ուրիշ տեղ է գտնվում, ուրիշ ձև է լուծվում, ինչ իրական ուրիշ գործիքներ ունի հիմա Ռուսաստանը ու իր իրավիճակը вообще, այդ կարելի է առանձին քննարկել։ Բայց մի խոսքով ստեղ ունենք հստակ բաժանը։ Ու ստեղ ինձ թվում է ռազմականը մի կողմ թողած որտեղ շատ մեծ թեմա է, կարճ ուզում եմ հենց տնտեսականը մի հատ հասկանալ, որտեղ ինչ ունենք։ Փաստացի էլի այտենց առանցքային բաներից, որ Նիկոլը իր հետ վերում է այս սրոկ, դա թրիփն է։ Ես գնացել եմ Ամերիկա, Պարսի թե ասենք, 46 կիլոմետր հող տալիս եմ ամերիկական կազմակերպությանը, որը ունենալու է 70 քանի տոկոս այդ բաժնեմասը այդ կազմակերպությանը ու ամերիկան մեր բոլորի փողերը իր փողերով ստեղծելու է այնտեղ երկաթուղի, մեքենաների համար ճանապարհ, ինտերնետի կապերի հետ եւ այլն լարերը, գազի խողովակներ եւ այլն, այսինքն այդ ամբողջ ենթակառուցվածքը կապելու է Կասպին Թուրքիայի հետ, Արևմուտքի հետ, այսինքն շատ մեծ, ասենք հորիզոնտալ այսպես մի ենթակառուցվածքային պրոյեկտ, որը գնում է արևելքից արևմուտք, որին զուգահեռ գոյություն ունի, բայց իհարկե շատ ավելի տենց պասիվ ձևով հյուսիս հարավը, որը Պարսկաստան, Ռուսաստանը իրար հետ փորձում են անել, որը
այդ հակադրությունն է, էլի, սենց պետք է անցնի Հայաստանի միջով ճանապարհը, դա սենց պետք է անցնի։ Երկե Հայաստանին ամենաձեռնկտար որ բոլոր ճանապարհն անցներ, լիներ առևտուր եւ Հայաստան խաչմերուկ ոնց որ Նիկոլ Փաշինյանը։ Այո, Հայաստան խաչմերուկ։ Երկրորդ պրոյեկտը իհարկե շատ ավելի քիչ հավանական է հաշվի առնելով Ռուսաստանի ու Պարսկաստանի ներկայիս իրավիճակը, իրանք խորը ինչ որ խնդիրներ ունեն ներքին, բայց թրիփը կա, թրիփին պետք է ինձ թվում է առաջի հերթին խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Թրիփը ենթադրում է իրանից, որ ժամանակի ընթացքում այդ բաժնե մասերի քանակը փոխվելու է դեպի Հայաստան։ Թրիփի բոլոր եկամուտները, հարկերը ստանալու է Հայաստանը, պոշլինաները, այսինքն տարիքն ամեն ինչ ստանալու է Հայաստանը, Ամերիկան ունենալու է իհարկե ինչ-որ լգոտաներ եւ այլն, բայց ոնց որ եթե ինքը ստեղծվում է, ինքը նաև այնտեղ ինչ-որ Հայաստանի պետական շահերը բավականին պաշտպանված են։ Հələ որ ոչ մի կոնկրետ բան չունենք իրականում, իրանք բոլորը այսպես կոչված որ ռամեչնի, հա, ինչ-որ պայմանավորվածություն են, մոտավոր որ լավա լինելու ցանց առնելու կոնկրետ բան չունենք, բայց Նիկոլը դրա մեջ տեսնում է ամենակարևոր ինձ թվում է բաներից մեկը, նաև Ռուսաստանից, հա, տարանջատվելու։ Մենք ունենում ենք իր նպատակն է ստեղծել այդ համակարգը, որտեղ Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան իրար հետ կապված են սահմաններով, ինչ որ ենթակառուցվածքով ու դրա համար ապահովված է ինչ որ խաղաղություն, որովհետև բոլորը փող են աշխատում, որ ոչ մեկին ձեռ չի տալի իրավիճակի դեստաբիլիզացիա։ Հա, ու դա նշանակում է, եթե շատ ուղիղ վերցնենք ոնց որ հաստատի Ռուսաստանից Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն է այս տեսանկյունից, որովհետև իրանց էլ ձեռ չի տալիս, եթե Ռուսաստանը մտնում է ու սկսում է վերցնել իր ձեռքը այդ նույն ուղիները, որոնք որ Հայաստանով անցնում են։ Դա ԱՄՆ-ի փեշի տակ, բայց հա փաստացի ռեգիոնում հենց ուժերը, այո, դա Թուրքիա ու Ադրբեջանն են դառնում։ Մի քանի կարևոր բան կա այնտեղ, որ մենք մոտակայում կտենանք թրիփի հետ կապված, թրիփի կարևոր պրոյեկտներից մեկը դա երկաթուղու վերանորոգումն է, մի քանի կետով Թուրքիային է կպնում, Նախիջևանով է անցնում, մի քանի կետ կա երկաթուղին, որ պետք է վերականգնել, իսկ երկաթուղին 2008 թվականին 30 տարով, այսինքն մինչև 2038 թվականը Ռոբերտ Քոչարյանը իր վերջին օրերին բուկվալն մի քանի օր հետո Սերժ Սարգսյանն է ընտրվում 2008 թվականի փետրվարին է տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանը իր վերջի տենց անելիքներից մեկը մինչև իշխանությունը տալ Սերժ Սարգսյանին ամբողջ երկաթուղին փոխանցում է ռուսական կազմակերպությանը ՅՈՒԿԱԺԴ-ն RЖD-ին, որի դուստր կազմակերպությունը ՅՈՒԿԱԺԴ-ն դառնում է 30 տարով օպերատորը Հայաստանի երկաթուղիներում։ Մի հետաքրքիր մի բան։ Նիկոլ Փաշինյանը արդեն դրա մասին ասել էր նախկինում, որ իրանք պահանջը ներկայացրել են, որ այս ինչ տեղեր պետք է սարքել, ենթակառուցվածքներ փոխել։ Այո, կոնկրետ այս կետում, այս թրիփի շրջանակներում Նախիջևանի հատվածում պետք է ՅՈՒԿԱԺԴ-ն վերանորոգի ու արդեն հայտարարել է, որ եթե ինչ-որ ժամկետներում արձագանքի ՅՈՒԿԱԺԴ-ն, Հայաստանը դիտարկելու է տարբերակ, որ այդ կոնսորցիումը հետ վերցնի։ Դա առաջարկում է Հայաստանը տարբերակներ, ասում է նաև ինչ որ երրորդ երկու կողմի համար ընդունելի երկրից, իբր Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի երկրի փոխանցվի երկաթուղին ու որպես տարբերակներ առաջարկել Ղազախստանն ու Էմիրությունները, իսկ Ռուսաստանը ասում է չէ մեր ոնց որ RЖD-ի տակը խի պետք է ինչ որ ուրիշին ուզենք փոխանցենք։ Այո, մի հետաքրքիր այստեղ ինչա լինելու, ոնց արձագանքել Ռուսաստանը ու արդյոք ինչ քայլեր է անելու Նիկոլ Փաշինյանը, որովհետև մի բանը անհատ ձեռներեց Սամվել Կարապետյանի թեկուզ պրոռուսական, հա, ձեռից առնել թեկուզ շատ կարևոր ենթակառուցվածքային հեծը, մյուս բանը արդեն հենց պետական Ռուսաստանին պատկանող Ռուսաստանի պետությանը պատկանող կազմակերպությանից խախտելով պայմանագիրը առավանգել, չէ, մի խոսքով, հա, բռնի ուժով այսպես ասած, չգիտեմ, գեշես թե չէ 2018-19 թվականներին ոնց որ Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենի վրա, պրուս տնօրենի քրեական գործեր արարեցվել, ինչ որ 2 միլիոն դոլարի կարգի կաշառքի տոլի ոնց որ փողերի մսխման ոնց որ գործով ու այդ դրամով էլի Ռուսաստանը դժգոհ էր իր դժգոհությունները արտահայտեց ինչ որ արտաքին գործերի նախարարության միջոցով իրանց բան ու սենց թեմաներ եղել են ոնց որ փորձել է հետո կարծեմ այդ գործը կարճվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կրկին
Տեսնենք, Պարսկաստանը դեմ է, Ռուսաստանը դեմ է ու ունի հնարավորություն խանգարելու կամ կոնֆրոնտացիա պետք է Ռուսաստանի հետ ավելի սուր, որպեսզի տրիպը շարունակվի, ամենակարևորը պետք է խաղաղության պայմանագիրը, որը Ադրբեջանը չի կնքելու, եթե սահմանադրությունը չփոփոխվի։ Իսկ որը հիմա դժվար կլինի փոփոխելը, որովհետև պարլամենտում դրա համար իրան մարդիկ են պետք ընդդիմությունից։ Ստեղ, այսինքն արտաքին սպառնալիքներից մեկը այդ ինչա անում Ադրբեջանը, եթե Փաշինյանը չի կարողանում պայմանագրին մոտենա, խաղաղության պայմանագրին։ Այսինքն շատ քիչ հավանական է, որ իրանք ուղղակի այդ պահանջը մոռանան, իրանք համար բնականաբար դա շատ կարևոր է, եթե իրանք կնքում են խաղաղության պայմանագիր մի պետության հետ, ում գլխավոր օրենքի մեջ կա խոսքեր քո տարածքների հետ մասին, որ իրանք պետք է իվան դու եթե Ադրբեջանը ստորագրի այդպիսի պայմանագիր Հայաստանի հետ, ինքը կլեգիտիմացնի Հայաստանի պրետենզիաները ինչ որ չափի, որը ստվա բացառված է։ Դե ես կարծում եմ իրականում ոնց որ այդքան էլ կարևոր չի, որովհետև ինքը պետք է անկախության հռչակագիրը ոչ մի դեր չի խաղում իրավական, էլի, այսինքն նախաբանում սահմանադրության կա դրան հղում։ Հա, որ անկախության հռչակագրի հիման վրա ստեղծում ենք այս պետությունը, ոնց որ այդ դրա հղումն է, էլի, այսինքն այդ ամեն ինչը զուտ որ անկախություն են հռչակել, դրա համար հիմա դրանից ելնելով սահմանադրություն են գրում։ Նա հիմա Ադրբեջանն ու Հայաստանը չունի ուղիղ դիպլոմատիկ հարաբերություններ, չէ՞։ Պետք է կնքեն պայմանագիր։ Լսի, բարձ, հա։ Հիմա այդ պայմանագիրը եթե իրանք կնքում են խաղաղություն, ճանաչում ենք Հայաստանը այնպեսին, ինչպեսին ինքը կա, իր բոլոր օրենքներով, լեգիտիմ որպես կառույց միջազգային։ Իր օրենքներից մեկում գրած է, որ Հայաստանը Ղարաբաղում ինչ որ հարցեր ունի չփակած։ Դու որպես Ադրբեջան դա ընդունում ես իր այդ խաղաղ պայմանագիր կնքելուց։ Լսի, օրենքներում չի գրած, հենց այդ ասա հարցը, ամբողջ հարցը դա դաժե Նիկոլ Փաշինյանը տվեց այդ բանը սահմանադրական դատարան, սահմանադրության անկախության հռչակագրին հղումը, տիպը այն այցով, որ արդյոք էս ինչ որ բան է, որը որ խանգարելու է կգույ մեր համար եւ այլն, այդ ինչ որ բան է նշանակում։ Դա ես Ադրբեջանի պոզիցիան եմ ասում, ես հասկանում եմ, բայց ես ուզում եմ ասեմ այդ պոզիցիան մի քիչ այդ չլեգիտիմացնելու մոմենտը մի քիչ հավայի է ոնց որ իրականում նենց է որ եթե Հայաստանը ինչ որ պահի վերցնելու լինի հետ Ղարաբաղը իրան ու հնարավորությունը լինի այսինքն այդ պահն արդեն այդտեղ вообще հական չի լինելու Հայաստանի սահմանադրությունը հղում կատարում է անկախության հռչակագրին որտեղ կա Ղարաբաղը մեջը գրած թե չէ ինձ քեզ չի թվում որ այդ պահանջը նաև իրանից ենթադրում այն որ Ադրբեջան նի կողմը նաև հասկանում է ներքին իրավիճակը Հայաստանի ու այդ բանը նաև ինդիկատորը ոչ թե որ ֆորմալ ինչա գրած ինչ չի գրած բարձր որ պատերազմի ժամանակ արդեն կարևոր չի զենքով հաս ինչ ուզում ես գնաց անես բայց իրանք այնտե հիմար չեն հավայի խոսքի ասում են դե մենք process-ը առաջ չենք տանում որովհետև սենց ինչ ֆորմալ բաներ ինձ թվում է որ դա ուղղակի նաև ինդիկատոր է որը խոսում է դրա մասին, որ մենք ձեր հետ որպես քաղաքական ուժ շարունակենք այս process-ը, եթե մենք վստահենք, որ դուք այս process-ը կարաք շարունակեք ու տանեք առաջ ու ինչ որ տեղ հասցնեք, դրա համար օրինակ, արեք այսինչ բաները, որ մենք հասկանանք, որ դուք կառավարում եք իրավիճակը Հայաստանում, որովհետև եթե դուք եկել եք, բայց ձեր հետևը ինչ որ փողոցներ են փակվում, փողոցային պայքար կա, հայերը որպես հասարակություն իրենց մեծ մասով չեն ուզում այս խաղաղությունը, մենք ժամանակ ծախսենք ձեր հետ ինչ որ բաներ ստորագրենք, ինչ որ քայլեր արենք առաջ, վաղը այսօր իշխանապողություն ու ինչ որ, չգիտեմ, բան խմբերը էլի սահման են անցնում Ղարաբաղում։ Դա էլա մի քիչ ոնց որ տենց կեղծելի, այսինքն չեն կարա մեկը Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն կարա վստահ լինեն, որ հայերը մոռացել են Ղարաբաղի մասին ու էլ երբեք այդ հարցը չի բարձրանալու ոչ մի անգամ։ Այդ ոնց որ սին հույսեր են, եթե իրանք կարան Նիկոլ Փաշինյանին տենց են էլի բանանում, որ տիպը դու կկառավարում ես երկրում ոնց որ ամեն ինչը, դրա համար մենք կարողանանք ոնց որ վստահ կլինենք, որ չեն գա ռևանշիստները չեն գա հետ ու չեն փորձի վերցնել Ղարաբաղը, էլի։ Այդ դեպքում չի աշխատելու։ Բայց կանալես այդ կոլինզայով յուրաքանչյուր միջազգային հարաբերությունները կարելի է բերել են կետին, որտեղ էլ ոչ մի բանը կարևոր չի, բայց ինչ որ բաները Չէ, նկատի ունեմ, եթե օրինակ խնդիրը Ադրբեջանի համար թեկուզ էլի խաղաղության հասնելն է ու որ այս կոնֆլիկտը երբեք էլ ոչ մի անգամ դուրս չգա, այդ սխալ ձև է Ադրբեջանը ընտրել այդ դրան հասնելու էլի ավելի ստաբիլության ու երկարատև կայուն խաղաղության համար Ադրբեջանի քայլերը կոնտրպրոդուկտիվ են։
Այդ դրա համար չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը էդի ոնց որ կայուն խաղաղության հասնելն է, այլ բուկվալնը դնում է ինչ որ շատ ավելի շատ պահանջներ, որոնք որ ասենք նույնիսկ երբեմն չեմ մտածում, որ այս պահանջներն էլ կիրականացվեն, էլի։ Դնում է շատ պահանջներ, ավելի քչին ոնց որ կամ հակընդդեմ պահանջներին որպես կոնտր պահանջ, որ հետո ջրվեն այդ պահանջները։ Իսկ Նիկոլ Փաշինյանը so far ոնց որ միշտ հիմնականում համաձայնվում է այդ պահանջների հետ, որովհետև հասկանում է այդ նարատիվը։ Հասկանում եմ ոնց որ այդ լրիվ ոնց է տեղի ունենում, բայց փաստացի տենց է։ Դա դժվար է ուղղակի գնահատել պատերազմում հաղթած կողմի արդարության մակարդակը, հիմա եթե ես խոսում եմ որպես երկրի քաղաքացի, ուրիշ բան է, պես ուղղակի կողքից նայում եմ սիտուացիային, 30 տարի Հայաստանում էր բանակցային process-ում հանդիսանում, երբ որ ինքն էր հաղթում։ Արդարության մասին չեմ ասում, չէ, ես նկատի ունեմ ինչ որ պահի, երբ որ սենց ոնց որ էդի ճնշելու ձևով է տեղի ունենում, այդ չի լինում ոնց որ երկու կողմի ժողովուրդների ոնց որ գիտակցված ընտրությամբ, եթե չի լինում այդ ու քանի որ չի լինում, այդ հավանականությունը, որ այդ մի օր հակառակ տեսակետը ունեցող ուժեր կգան իշխանության ու այդ ոնց որ ալիքը, որ այդ անարդար պարտությունը ա եղել, չգիտեմ, անարդար լուծում ա եղել մեր համար եւ այլն, այդ նորից կարան վերը բարձրանան ու այդ նորից կարա շարունակվի, ինչ որ բայի նորից տրակի այդ ինչ որ դրած էր Ղարաբաղի տակ։ Այո, դա ռևանշիզմը ելք է, դա ոնց որ Ֆրանսիայում առաջի համաշխարհային պատերազմի Վերսալյան պայմանագիրը կնքելուց Ֆրանսիայի գեներալը ասաց, որ սա խաղաղության պայմանագիր չի, սա ուղղակի զինադադարի 20 տարվա պայմանագիր է, որովհետև չի կարելի այս պայմաններով անել բաներ։ Եվ բնականաբար ռևանշիզմը sense տենց կա, բայց ես դրա մասին չեմ ասում, ես ուղղակի ասում եմ միջազգային հիմիկվա ինչ process-ներ կան, որ Նիկոլ Փաշինյանը անցավ իշխանությանը, թրիփը իր գործիքներից մեկն է ու գոնե թե ֆորմալ պատճառները թե թրիփը խի առաջ չի գնում հիմա, ինձ հայտնի, հասարակության հայտնի, այդտեղ որ խաղաղության պայմանագիրն է պետք, ինքը չի կնքվում, որովհետև Ադրբեջանը պահանջում է, որպեսզի մեջից դուրս գա, այդ պատճառը հետևանքային կապը, թե էդի արդարը իրականությունը ինչը եւ այլն։ Okay, լավ, արի ուրիշ ինֆորմացիա, արի ուրեմն չի արվել թրիփը մինչեւ հիմա։ Այդ է ինֆորմացիան միակ։ Արի մյուս բանը նայենք, հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն իշխանության ու էդի պայմաններից մեկն է, որ պետք է համալությունը փոխվի։ Ու հիմա ոնց ժողում ենք ինքը չունի այն քանակի մանդատ, որ կարողանա մենակով այդ անի։ Ու այդ նշանակում է կամ ընդդիմությունից որոշ մարդիկ պետք է համաձայնվեն դրան ու այդ համանդրական փոփոխությունների համար քվեարկեն ազգային ժողովում, որ այդ դրվի հանրակրվեի, կամ չի լինելու այդ համանդրության փոփոխությունը։ Այդ ինչ է նշանակելու, այսինքն խաղաղության պայմանագիր չի կնքվելու այդ ընթացքում։ Դա է հենց սկզբի հարցը հենց այդ էր, հետաքրքիր է Ադրբեջանը ինչ է անելու այն իրավիճակում, որտեղ որ երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարող ինչ որ առաջ խաղացումներ անի, որովհետև չունի այդ բանի ընդդիմության կողմից ինքը կանգնացվում է։ Ինչ է լինելու, ճնշումն է շատանալու, թե ուղղակի իրանք պատրաստ են իրենց ստատուս կվոն ձեռատալի, որտեղ իրանք իրանց առանցքային հարցը լուծել են Ղարաբաղում էլ հայ չկա, Ղարաբաղը լրիվ պաշտպանված գտնվում է իրանց ձեռքում ու ոչ մի տենց սպառնալիք ինձ թվում է իրանք հիմա չունեն, առանձնապես պրոբլեմ չկա, կան 20 տարի էր սպասեն այդ թրիփը կլինի, չլինի 30 տարի չկա, 30 տարի կարա չլինի այդ Նախիջևանի ասենք երկաթուղին, ինչ ասած կարա փոխվի։ Դա մի ստրատեգիա է, մյուս ստրատեգիան է դա ճնշումն է, երրորդ ճանապարհը դա որ արևմուտքը ավելի է մտնում ու ինքն է արդեն ճնշում գործադրում Ադրբեջանի վրա, որ կոոպերացիա գնա։ Այդ ամեն ինչը պետքա տեսնենք, հետաքրքիր բաներ են։ Հա, դա Նիկոլ Փաշինյանը ոնց հասկանում եմ չի ուզում ոչ մեկի ճնշումը Ադրբեջանի վրա, ուզում է որ դա ուղիղ լինի, ու այդ հասկանալի ու ինձ թվում է դրական բան է, որ այդ ուզում է որ ուղիղ բանակցություններ լինեն Ադրբեջանի հետ, հարաբերությունները լինեն ուղիղ։ Բայց մյուս կողմից ոնց որ չեն օգտագործվում այն շանսերը, այսինքն եթե կարելի է ինչ որ ձև Ադրբեջանի վրա ճնշելով այդ խաղաղության պայմանագրին հասնել, ոնց որ չի Նիկոլ Փաշինյանը այդ կանել համաձայն դրա հետ։ Ես sense եմ կարծում։ Մի կողմից այդ է, մյուս կողմից Ռուսաստանի ԵԱՏՄ-ի մասնակցությունը եւ այլն այդ հարցերն արդեն իսկ մինչեւ ընտրությունները Ռուսաստանը իր հին զենքերը հանեց, Կլուբնիկն ավատը, չգիտեմ, պոմիդորը լավ չի, Ռուսաստանը ծաղիկները, դա մեր դեպքում ջերմուկն ու ծաղիկները,
Ռուսաստանը ունի այդ գործիքը, ինքը միշտ դասական հանում է Ուկրաինայի, Մոլդավիայի, Գրուզիայի, Վրաստանի բոլորի հանդեպ այդ անում է։ Ինչ որ բայ ասում է, բայ քո ուտելիքները հետ լավ չեն, որտեվ եթե չեմ սխալվում, Ռուսաստանը չի կարա ԵԱՏՄ-ից ոչ մեկին հանի, այնտեղ կոնսենսուսով է որոշումները կայացվում, անդամակցելու մասին, իսկ բոլորը պետք է համաձայն լինեն։ Ու ոչ մի ինքը տենց ազդեցություն, ինչ ազդեցություն կարող ունենա։ Այսի տենց նախնական ոնց որ բաներն են, որ ես արգելափակեմ, հա, այսինչ առևտրի ձևերը։ Ես նայեցի թվերը ԵԱՏՄ-ի հետ առևտրի ընդհանուր, հա, բալանսը, իմպորտ-էքսպորտի հետ հաշված, Հայաստանի ընդհանուր առևտրի շրջանառության 30 մոտավորապես տոկոսն է։ Այսինքն ոչ շատ կարևոր, բայց ոչ նաև 30% մի խոսքով։ 30%-ը բավականին կարևոր է։ Չէ, բարձր որ դա բնական է որ Հայաստանի առաջի տեղում է, ոնց որ ԵԱՏՄ-ն իր տնտեսական Ռուսաստանը առաջի տեղում։ ԵԱՏՄ-ի 90% Ռուսաստանն է ապահովում, ԵԱՏՄ-ի շրջանառության բնականաբար Ռուսաստանը շատ կարևոր առևտրային առավել եւս այս բլոկադայի մեջ, տենց ա եղել։ Էդի սենսն է բարձր։ Բայց նաեւ ոչ ինչ որ 80%-ն է, ոչ չգիտեմ ինչ, 1/3։ Չինաստանն ու բանը Էմիրատները իրար հետ միասին Ռուսաստանի չափ առևտուր են ապահովում Հայաստանը։ Դե մի տարի կար Լսեր Սարգսյանի ժամանակ, որ Չինաստանը ավելի շատ էր Հայաստանի տնտեսության մեջ։ Այսինքն կան ուրիշ ճանապարհներ, դա բարձա։ Բայց այս հարցն է հիմա դրած։ Բացի նրանից, որ այնտեղ Հայաստանը կկարողանա նույն ստանդարտներով աշխատի ու մնա մասնակից այդ հարցը մի կողմ դրած։ Ռուսաստանը կուզենա ինչ որ ճնշում։ Հա, ու եթե ճնշումներից մեկը այդն է, որ Ռուսաստանը իր կողմից իզոլյացիայի մեջ է, հա, առևտրային էմբարգոյա նման ինչ որ վիճակում է գցում Հայաստանին առևտուրը խափանում է, ինչի է դա բերելու։ Դա իհարկե մեծ խնդիր է, այսինքն եթե մենք չունենանք թրիփ, չունենանք այդ արևելքից արևմուտք գնացող ճանապարհը, չունենանք Կասպի շուկաները, Արևմուտքի շուկա, Թուրքիայի շուկաները, դրանք են շուկաներ պետք, հա, մեզ ԵԱՏՄ-ի հիմնական պլյուսը մեր որն է, որ մենք ունենք մեր ապրանքը կանենք տանենք Ռուսաստան, Ղազախստան, Բելարուս, վաճառենք, չվճարելով պոշլինաներ, մաքսահարկեր եւ այլն։ Եթե մենք դրանից զրկվում ենք ու չունենք դրա ալտերնատիվան, դա իհարկե կլինի շատ մեծ։ Դե Եվրամիությունը արդեն ոնց որ հայտարարություններ մի քանի տարածեց, ըթլ մինչև ընտրությունները սկսելը, ընտրությունների օրը, որ իրանք ոնց որ աջակցելու են այն ոլորտներին դեպի Եվրամիություն արտահանելու համար, որոնք որ դուժել են Ռուսաստանի այդ էմբարգոյի։ Դա ենթակառուցված կողմակի պետք է հարցնանալ։ Դե Թուրքիայի այդ ենթակառուցվածքներին էլ մի քիչ կարելի է ոնց որ մի քիչ ինչ որ տեղաշարժեր կան։ Օրինակ Թուրքիայի հետ հիմա բացվեց Գյումրիից Կարս Վրաստանով երկաթուղին ոնց որը որ ու պայմանավորվել են ոնց որ առևտրի համար հենց այդ ճանապարհով Թուրքիայի հետ, էլի, այսինքն մինչև սահմանի բացումը այդ ճանապարհը արդեն կա, որը որ գնում է իտոգում հասնում է Եվրոպա։ Հա։ Դե հա, ինչ որ ճանապարհ կա, բայց ինչքանով է հերիք է հիմիկվա ենթակառուցվածքը, որ փոխարինի ամբողջ Ռուսաստանի հետ առևտուրը, հաստատ պատրաստ չի։ Ու Նիկոլը ունի այդ խնդիրը հիմա։ Ստե արագ հարցեր լուծել, որ այնտեղ Ռուսաստանը ինչ անում, ինչ չի լինում, հնարավորինս նվազեցնել այդ ազդեցությունը, որը կարա ինքը ունենա։ Բացի առևտրից կարալուն է, հա, Ռուսաստանը։ Դա ընդելի քվան կա, բացի առևտրից, օրինակ մենք ունենք այդ աշխատանքի իրավունքի, հա, հարցը, որ շատ Հայաստանի քաղաքացիներ հիմա աշխատում են եւ ապրում են Ռուսաստանում։ Okay, այսինքն եթե դա չլինի, շատ Հայաստանի քաղաքացիներ անգործ գալու են վերադառնալու Հայաստան, ու իրանց կյանքը դժվարանալու է, կոպիտ ասած, հա, իրանք արդեն դառնում են ուրիշ կարգավիճակում օտար երկրացիներ, ովքեր պետք է ավելի շատ բաների միջով անցնեն, որպեսզի ունենան։ Ու ռիսկը Հայաստանի Հանրապետության ու Նիկոլ Փաշինյանի համար որն է, որ իրանք հետ են գալու Հայաստան ու Հայաստանի համար տնտեսական բեռ են հանդիսանալու։ Դե որպես լծակ իրանց օգտագործելու բանը որն է ձևը։ Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ձև մեկը իր հայրենակիցների շահերը պաշտպանել ինչ որ ձև իր համար կարևոր է։ Չէ, ես կուզենայի ենթադրել, որ մեկը ինչ որ չափում նաև էտել է կարևոր բան, որ հայերը թեկուզ Ռուսաստանում հնարավորինս լավ կյանքով ապրեն,
բայց նաև թեկուզ ֆինանսական աջակցությունը, որը որ գալիս է Ռուսաստանից փոխանցում, պետք չի մոռանալ, որ Հայաստանը դրամային փոխանցումների վրա է ապրում շատ մեծ կարևորություն ունի իր տնտեսության մեջ, ինչքան փող ավարկվում, իսկ Ռուսաստանից լիքը փող ավարկվում։ Դա ասում էլի, то есть եթե չուղարկվեն այդ փողերը, այդ մարդիկ չաշխատեն Ռուսաստանում, իրանց ռիսկը է, որ իրանք գալու են հետ վերադառնան Հայաստան, չեն կարող ապրել, հայ քաղաքացիներ են, չգիտեմ։ Ընդհանուր առմամբ, այո, ինչ որ հայերի մի մասը դառնում է ավելի դժբախտ ու աղքատ։ Հիմա իրանք համ Հայաստանում են ապրում, համ Ռուսաստանում են, համ Դա ինձ թվում է ԿՊ-ն լրիվ օքեյ է այն հայերի հետ, ովքեր Ռուսաստանում են ապրում ու ավելի աղքատ, ՀՀ քաղաքացիների դաժե ոնց որ ու ինքը փորձում է մաքսիմալ քչացնի ՀՀ-ից դուրս ապրող համ քաղաքացիների, համ հայերի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ոնց որ քաղաքականության վրա։ Այդ տեսանկյունից այո, ինձ թվում է ինքը պատրաստ է Ռուսաստանի բոլոր հայերին թողնի Պուտինի ճիրաններում։ Ես հույս ունեմ, որ դա ինձ չի, որտեղ դա բավականին ոչ մարդասիրական ռետորաբանություն է։ Դա իսկ Ղարաբաղի տեսանկյունից ոնց կնայես, ոնց որ այդ մարդասիրական տեսանկյուններ, հա, ոնց որ այդ հայրենակիցները, որովհետև կային ուրիշ երկրում, որտեղ ապրում էին, նույն քիչ թե շատ պրինցիպները նույնն են։ Համաձայն եմ, չէ, ես հաստատ կան օրինակներ, որտեղ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը շատ մարդասիրականից հեռու ինչ որ վերաբերմունքներ է դրսևորում։ Ես լրիվ այդ պատկերը տանում եմ, ոնց է ինքը մեկի վրա գորգռալով ասում, որ բա դուք այնտեղ Քիչս մեռել։ չէ, հա, կամ Կալուգայում ապրում եք, բան մեր հարկերը չեք վճարում, բա ոչինչ, հիմա դա սենց եղավ, վсё։ Եկեք Հայաստան, ստացեք հայկական կապուտ արագածով паспорտը։ Դա ես սենց լրիվ պատկերացնում եմ ինչ անենք 200,000 հոգին որ քվեարկեր Դա կատի ունեմ այդ տեսա եթե տենց գալիս են ասում են որ Նիկոլ Փաշինյանը այո տենց կարող մտածի այդ մի լծակը Ռուսաստանի ձեռից դուրս է գալիս լծակ որպես միգուցե բայց որպես սպառնալիք մեր հասարակության շահերի տեսանկյունից դուրս չի գալիս դրա համար հա ինչ նու նաև այնտեղ բարձակա այդ էներգետիկ ապահովությունը հա նույն ատոմային էլեկտրոկայանը որը էլի ենթակառուցվածքային բաներ կան, որը էլի Ռուսաստանի հետ ուժեղ կապ ունի։ Այսինքն այդ Ռուսաստանից փոկվելը ու արագ դրա տակ փոխել ինչ որ բան սարքելը, որը հələ գոյություն չունի։ Ու այդ Ռուսաստանի ճնշումը, որ ինքը կանի, էլի նույն այդ օրինակներով Վերջում ամեն ինչ դզվում է, Վրաստանի հետ Ռուսաստանը ունեցել է ուղիղ պատերազմ, բայց ոչինչ, նորմալ, հիմա առևտուրը կա, ամեն ինչն էլ կա, նույն այդ բորժոմին էլ էր արգելվել, ժամանակին գինին էլ էր արգելվել, այդ սաղ process-ների միջով անցնում են ինչ որ ձևի ստաբիլիզացվում են, որ արդեն բարձր որ չես կարող ազդեցություն ունենաս շատ ճնշես, փոխվում են մեթոդաբանությունները։ Բայց այդ նշանակում է մենք որպես պետություն, հասարակություն հələ ունենք այդ ճանապարհը անցնելու, որտեղ լինելու է շատ ցավոտ ինձ թվում է Փոկվելը, այո, երբեմն ինչ որ տեղերում ցավոտ ու այն թազա բանը սարքելը։ Դա փաստացի Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը այդ մաքսիմալ մեղմելն է այդ ցավը, որը տեղի ունենալու Ռուսաստանից փոկվելու ընթացքում, որովհետև բոլոր կողմերով մենք ոնց որ այնց փոկվում ենք Ռուսաստանից, էլի ուրիշ ուղղություն էս պահին չկա բռնած Հայաստանի Հանրապետության։ Դե ինչ, այդ ուզա 49% Հայաստանի քաղաքացիների հույս ունենանք, որ լավ ավարտ կունենա մեր համար այս process-ը։ Ես համոզված եմ, որ բոլոր քաղաքական ուժերի գլխավոր ներկայացուցիչները լսում են սովորական մարդիկ ոդկասթը, դրա համար հորդորում եմ քաղաքացիական պայմանագրի աշխատակազմին։ Աշխատեք ձեր PR-ի վրա։ Այդ մարդուն մի թվեք, պրամ ինչ ուզում է խոսա։ Պրամ մի քիչ պետք է ինչ որ այս բևեռացում էս նակալը, հա, պետք է մի քիչ հանդարտվել, որովհետև process-ները սանցնես բարդ են, սանցնես վատա, ինչ որ դժվար է առնելու։ Պետք չի համել հիստերիկանալ, ինչ որ в общем, սովորական մարդկանց վրա մետրոյում ջղայնանալ եւ այլն։ Մի քիչ պետք է ավելի լավ կերպարով հանդիսանալ, եթե այսքան ժամանակով ստացել ես մարդկանց քվեն, նենց արա որ մարդիկ չզզվեն քեզնից։ Թեկուզ եթե համաձայն չլինեն, շենց պրոստը կարողանան դիմանալ, որ ընդդիման։ Դիմացեք, որ ընդդիմանակ։ Քաղաքական փիլիսոփայություն դասերը։ Այո։ Մի խոսքով, երևի այսքանը։ Այո, այսքանը։ Ձեզ դեր սովորական մարդիկ ոդկասթը, ձեզ դե ես Մուրադը եւ Ես Հայկը, ես երբեք դրա մասին չեմ ասել 4 վիպուսկա, բայց ես չէի ասել ոչ մի անգամ, ու միգուցե էսի կկտրենք вообще։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում ասել, ես դա երբեք չեմ ասել 4 վիպուսկի ընթացքում, որովհետև մտածում եմ, որ բոլորս հասուն մարդիկ ենք, բայց մենք փորձենք։ Թողեք մեկնաբանություն։
սեղմեք լայք, բաժանորդագրվեք մեր էջերին, այդ կոճակը, որ սխում եք գնել տոմսեր, հետո որ անցնում եք կայք, գնեք այդ տոմսն ես չի, այդ կոճակը, դա հաղում է նիշովի, ով հասկացավ, ուզում եմ ասեմ, շատ ուրախ ենք, որ նայում եք, մեզ շատ օգնում է ձեր հետադարձ կապը, իրոք կարաք ինչ-որ հարցեր գրեք, որը ձեզ հետաքրքրում է, որը մենք կարանք հաջորդ թողարկման օրինակ քննարկենք, մենք պլանավորում ենք ուրիշ տեսակի կոնտենտ էլ անենք, ուղիղ եթերներ եւ այլն, շնորհակալություն ունեմ եք։ Ու մենք ոնց որ կփորձենք մաքսիմալ այդ կապի մյուս կողմը, մեր կողմը ապահովել, օրինակ մեկնաբանություններին պատասխանել, չգիտեմ, հարցերին քննարկել միգուցե։ Բայց այդքանը ես ասել եմ կփորձենք։ Դե ոնց որ մարդկանց ուզում ես հարցեր տան, մեկնաբանություններ գրեն ու մենք չպատասխանենք։ Հա, ես ուզում կարդամ այդ դիզայնին բարգաց։ Հա, դա օքեյ, ես էլ եմ այդ ուզում։ Մոռացեք այն ինչ որ ասում է, այդքան դուրի վերք է։ Լավ, սենց 10 հոգի պլյուս ադնում կոմենտներում մամլո ասուլիս ենք տալի համաձայն ես։ Q&A session։ Համաձայն։ Green room։ Այո։ Չէ։ Մեր մտածքան հաջողություն։ Հաջողություն։